էսթետիկ միջամտությունները որքան օգտակար, նույնքան վնասակար կարող են լինել։ Ֆիլերների կիրառությունը կարող է նաև վնասել մաշկը։ Շատ ֆիլերներ ներարկելով չես բերելու գեղեցկության, այլ կարող ես մի այլ բարդության առաջ կանգնեցնել հենց պացիենտին եւ հենց քեզ, որը դա կարող է անդառնալի լինել։ Ամբողջությամբ դեմքը տձևանում է։ Էսթետիկ բժշկության համաշխարհային պրակտիկայում կան միջամտություններ, որոնք ըստ հետազոտությունների առավել վտանգավոր են, կամ պրոցեդուրաներ, որոնք դուք չեք իրականացնում, որոնք են դրանք եւ ինչու։ Շատերը փորձում են ոչ վիրահատական ճանապարհով քթի շտկումներ անել։ Համաշխարհային պրակտիկան բժշկության այդ կոնֆերանսները, որ ես եմ գնում եւ տեսնում եմ այն кейսերը, որոնք ներկայացվում են, թե ինչ խնդիրներ են առաջանում քթի ֆիլերներից հետո, ես առնվազն վախենում եմ այդ զոնային մոտենալ։ Շատ լուրջ խնդիրներ են առաջանում, ընդհանուր միջով կուրություն, եւ անգամ վիրահատությունը կուրությունը չի փրկում։ Այսինքն կարող է այսօր քթի ֆիլերի ներարկում անես, 1 տարի հետո տեսողական խնդիր ունենաս, որը նրա հետևանքն է։ Այո, այդ զոնան ինձ չի պատկանում, դա պլաստիկ վիրաբույժի հատվածն է։ Երբ որ նա վիրահատություն է կատարում, նա բացում է տվյալ հատվածը, դա տեսնում է անոթագրությունը, նյարդավորում է։ Նիհարեցման պրոցեդուրաները իրենց մեջ ունեն որոշակի ռիսկեր։ Ոչ մի սարքավորում չի կարող 10 կիլոգրամ եւ ավել իջեցում տալ։ Բոլորը այսօր նիհարում են եւ շատ կենտրոններ նշում են այնպիսի կիլոգրամների իջեցման մասին, որ դա աբսուրդի ժանրից է, որովհետեւ մենք այո բոլորս գիտենք, որ մեծ կիլոգրամներ կարող ենք իջեցնել կամ պլաստիկ վիրահատությունից հետո, կամ սննդակարգ կարգավորելուց հետո, կամ բավական երկար մարզվելուց հետո։ Կամ ֆիլերային շտկումներ, որոնք արդեն հաղթում են շուրթերի ծավալի մեծացմանը։ Այո, այտոսկրեր, կզակի հատվածը եւ իհարկե շատ սիրում են այս ստորին ծնոտը, այսպես ոսկրային կառուցվածքը ընդգծել։ Շատ վախացրեցինք մարդկանց։ Բայց շատ լավ է, թող վախենա։ Սա ասում է էսթետիկ միջամտությունների մասնագետը, թող վախենան։ Կարելի այլ տարբերակ առաջարկել, բայց չայլանդակվել էլի։ Ֆիլերների չարաշահում է տեղի ունեցել, ինչն էլ իրեն տվել է փչած տիկնիկի տեսք։ Կարծես 2 շարիկներ դրված լինեն այտոսկրերի հատվածում։ Էսթետիկ միջամտությունների ոլորտը զարգանում է նաև մարդկանց հոգեբանական խնդիրների հաշվին։ Բերում են ինչ-որ հայտնի, ինչ-որ երգչուհու կամ արտիստի նկար եւ փորձում են մեկին մեկ նմանվել։ Խիղճ ու կորցրած մասնագետը կարող է օգտվել այդ իրավիճակից եւ կատարել բազմաթիվ աշխատանք։ Ես ինքս երբ որ աշխատում եմ, ես սկսում եմ զննել մարդու արտաքինը եւ գտնել այն առավելությունները, որը ինքը ունի իր արտաքինի մեջ եւ դրա վրա կառուցել էսթետիկ միջամտությունները։ Բոլորը ուզում են երիտասարդ տեսք ունենալ, բայց երբ իրենց առաջարկվում է բժշկական կոսմետոլոգիայի կիրառություն, այսինքն խոնավեցումը, վիտամինացումը, իրենք դրանից խուսափում են։ Էսթետիկան դա միայն ֆիլերների եւ բոտոքսի կիրառության մասին չի, այստեղ նաեւ բժշկական կոսմետոլոգիա հասկացողությունը կա։ Լուքընթվեսի հատուկ թողարկումների շարքը գեղեցկության ոլորտի դրա օգտակար եւ վնասակար կողմերի մասին է։ Այսօրվա իմ հյուրը բժիշկ դերմատոլոգ կոսմետոլոգ Ելենա Ադամյանն է, որի հետ կխոսենք էսթետիկ միջամտությունների դրական եւ բացասական կողմերի մասին։ Ողջույն Ելենա։ Ողջույն։ Էսթետիկայի ոլորտը շատ լայն տարածում ունի, հիմա Հայաստանում երևի թե ամենանորաձև եւ պահանջված ոլորտներից մեկն է, բայց այս պարագայում շատ կարևոր է գրագետ մոտեցումը, որովհետև էսթետիկ միջամտությունները որքան օգտակար, նույնքան վնասակար կարող են լինել եւ մենք հաճախ լսում ենք դեպքեր, որոնք շատ վախենալու են թվում։ Ինչ մարտահրավերներ ունի այսօր էսթետիկ միջամտությունների ոլորտը։ Այո, շատ ճիշտ եք նկատել, ոլորտը բավականին պահանջված է եւ ցավոք սրտի շատ հասանելի է դարձել շատ մարդկանց համար, ովքեր չունեն կրթություն եւ իրենց փորձում են ուժերը այս ոլորտում որպես մասնագետ։ Սա մեր ոլորտի ամենաբաց կողմերն են, որոնք ցավոք սրտի շատ մեծ ուշադրության պետք է արժանանան, բայց կարծես թե բացը բավականին մեծ է։ Ես շատ կուզենամ, որպեսզի մեր բժիշկները, մենք ինքներս մարտահրավեր նետենք հենց այդ տեսակ մասնագետներին եւ փորձենք իրազեկենք մեր բնակչությանը, որպեսզի այդ վախենալու դեպքերից հեռու մնան եւ ավելի իրազեկված լինեն։ Այսինքն մեր խնդիրը էստեղ իրազեկել բնակչությանը։ Ոլորտի հիմնական խնդիրները հիմա պայմանավորված են
հենց մասնագետներով, թե օրինակ այն նյութերը, որոնք շրջանառվում են Հայաստանում, պայմանները, որտեղ կատարվում են միջամտությունները։ Խնդիրը շատ ճիշտ եք նկատում, ինքը գլոբալ է, այսինքն միայն բժիշկներով եւ մասնագետներով չի պայմանավորված, այսինքն հենց նյութը վաճառող ընկերությունների մասին է նաեւ խոսքը եւ իհարկե նաեւ օրենքի շրջանակներում, այսինքն առողջապահության նախարարության կողմից նույնպես պետքա վերահսկողություն լինի, որովհետև ցավոք սրտի նյութ վաճառողը իր շահի հետևից է ընկնում եւ չի նայում թե ում է վաճառում եւ այստեղ շատ մասնագետներ օգտվում են այդ առիթից, որ տվյալ նյութ վաճառող ընկերությունը չի հստակեցնում, արդյոք նյութը վաճառում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձի թե ոչ, այդպիսի մասնագետներն էլ վերցնում են եւ իրենց կարծելով մասնագետ, իրենց երկամսյա գուցե չգիտեմ, 1 տարվա կամ 1 ամսյա կրթությունով փորձում են իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք այդ ձեր ասած բարդություններին են հանգեցնում։ Այստեղ խնդիրը օրենքի դաշտում էլ պետք է վերահսկողություն լինի, այսինքն օրենքը պետք է հսկի նաև նյութ վաճառող ընկերություններին, որպեսզի իրենք հստակ գործի, որ դա պետք է չվաճառվի այնպիսի մարդկանց, ովքեր չունեն այդ կրթությունը։ Ստացվում է, որ Հայաստանում ամենապահանջված ոլորտներից մեկը, որը ուղիղ կապ ունի մարդու առողջության հետ, վերահսկողական տեսանկյունից օրենքում մի շարք բացեր կան եւ դրված է պարզապես անհատի պատասխանատվության վրա։ Գիտեք, գուցե օրենքը կա, ես այդքան հստակ օրենսգիրքին չեմ տիրապետում, բայց միշտ վերահսկողությունից դուրս է, այսինքն պետք է լինեն այնպիսի մարմիններ, որոնք պետք է հստակ հետևեն, այսինքն տվյալ կլինիկան կամ տվյալ սրահը, որը որ իրականացնում է նման միջամտություններ, արդյոք օրենքի սահմաններում է գործում թե ոչ։ Ես վստահ եմ, որ եթե անցնեն հստակ ստուգումների շատ սրահներ, որտեղ կատարվում են նման միջամտություններ, իրենք լիցենզավորված չեն եւ լիցենզիա չունեն։ Այսինքն այստեղ օրենքի դաշտը հենց այս հատվածում է շատ բաց, այսինքն չի վերահսկվում այն կենտրոնները, որոնք կատարում են նման միջամտություններ։ Ռուսաստանում վերջերս շատ աղմկահարույց դեպք եղավ, երբ մասնագետը, որը իրեն բժիշկ էր համարում, բլեֆարոպլաստիկայի պես լուրջ միջամտությունը կատարել էր տնային պայմաններում, փոխարենը ավելի մատչելի գին էր սահմանել եւ պացիենտը ուղղակի էլ չէր կարողանում փակել աչքերը։ Սա շատ մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանում։ Ես չգիտեմ Հայաստանում տնային պայմաններում նման միջամտություններ անող մարդիկ կան թե չէ, եթե կան, խնդրում եմ, առաջին հերթին այստեղ գումար խնայելու մասին չէ, խնայեք ձեր առողջությունը, ավելի լավ է միջամտություն չանեք, քան անեք կասկածելի մասնագետի մոտ կասկածելի պայմաններում։ Ես չեմ ուզում որպեսի վախենաք, բայց այո, այդ ամեն ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ձեր առողջության համար։ Վերադառնալով դեպքին, ես չգիտեմ Հայաստանում եւս տնային պայմաններում նման միջամտություններ իրականացնողներ կան թե ոչ, համենայն դեպս մեծ աղմուկ նման դեպքի չի բարձրացել, մենք հանրային նման դեպքերի մասին չգիտենք, բայց շատ մարդիկ, ովքեր կոսմետոլոգիական սենյակ են վարձում եւ իրականացնում են միջամտություններ, շատ դեպքերում տնային պայմանում միջամտություն իրականացնող մարդկանցից որևէ բանով չեն տարբերվում։ Ինչպես են տրվում լիցենզիաները էսթետիկ բժշկության ոլորտում։ Նախ ուզում եմ մեկ կարճ անդրադառնալ դեպքին, այդ դեպքին ես էլ եմ ծանոթ, ցավոք սրտի այդպիսի դեպքեր հենց Ռուսաստանի Դաշնությունում շատ է լինում եւ ոչ միայն պլաստիկ վիրահատության հետ կապված միջամտություններ, այլ հենց տան պայմաններում խոհանոցում կատարում են ներարկումներ։ Այստեղ այդպիսի դեպք ես չեմ լսել, որ պլաստիկ վիրահատության ենթարկվի ինչ-որ մեկը տան պայմաններում, բայց շատ ճիշտ նշեցիք, վարձում են որոշակի կաբինետ, եւ այդտեղ իրականացնում են այնպիսի պրոցեդուրաներ, որը իրավունքը չունեն, այսինքն չունեն ոչ այդ ստերիլիզացիոն համակարգը, որ պետք է անպայմանորեն ունենա կլինիկան, ոչ ախտահանող որևէ օդ ախտահանող սարքը, որ բակտերիոցիդ լամպերը, որոնք պարտադիր են, այսինքն սրանք ուղղակի կաբինետ վարձելու եւ աշխատելու այսպես շատ հեշտ թվացող ինչ-որ մեխանիզմ է, բայց այդպես չի։ Եվ ես կուզենամ, որ բուժառուները, ովքեր որ ընտրում են պրոցեդուրա կատարել, եւս ուշադրություն դարձնեն, որտեղ են իրենք գնում, որովհետեւ գեղեցկության սրահում
չեն կարող իրականացնել բժշկական պրոցեդուրաներ, ինչպիսիք են ինյեկցիոն պրոցեդուրաները։ Օրինակ շուրթերի ներարկում։ Այո, օրինակ կարող են կատարել մազահեռացում կամ մաշկի որևէ խնամք, հա, բայց ոչ ավելին, այսինքն արյան հետ շփում եւ նմանատիպ պրոցեդուրաներ, որոնք ինվազիվ են, բնականաբար այդպիսի կաբինետներում իրավունք չունեն կատարելու։ Եթե իրավունք չունեն կատարելու, ըստ էության շատ շատերը գովազդում են, որ եկեք մեզ մոտ, այնպես չէ, որ այդ ամեն ինչը թաքուն է արվում, բաց գովազդ է արվում, մարդկանց հրավիրում են իրենց մոտ, ով է վերահսկում ու արդյոք վերահսկող մարմին առհասարակ կա թե չկա։ Դե այս պատասխանատվությունը բնականաբար առողջապահության նախարարությունը, հա, պետք է իր վրա վերցնի, որտեղ լիցենզիան հենց իրենք են տալիս։ Լիցենզիայի համար կան հատուկ կետեր, ես հիշում եմ, երբ որ մենք ստացանք լիցենզիան, մի մեծ թուղթ էր, որտեղ նշումներ դնելով անցնում էին, թե արդյոք այսինչ բանը արկա է թե ոչ, այսինքն բավականին ուշադրությամբ իրենք զննեցին տարածքը եւ դրանից հետո նոր անցնում է գործը, հա, այսպես նիստի, ժողովի եւ որոշվում է տվյալ կլինիկան համապատասխանում է, կարող է ունենալ լիցենզիա թե ոչ։ Այս դեպքում ինչպես են գեղեցկության սրահներում թույլտվություն ստանում ինյեկցիոն միջամտություններ անել։ Դե այստեղ հարցը այն է, որ իրենք չունեն։ Ես այդ դրա մասին եմ խոսում։ Վստահ եմ, որ եթե անցնեն ստուգումների, նմանատիպ կենտրոնները չունեն լիցենզիա։ Գուցե ունեն լիցենզիա կատարելու փոքրիկ կոսմետոլոգիական միջամտություններ, ինչպիսիք են օրինակ խնամքը, հա, կամ մազահեռացումը, բայց դրա համար էլ պետք է լիցենզիոն կետեր, որը պետք է համապատասխանի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ինյեկցիաներին, իրենք դա ուղղակի շատ հստակ ձևով կարողանում են քողարկել։ Այստեղ ուղղակի բնակչության ոչ իրազեկված լինելն է։ Շատ հեշտությամբ կարելի է մարդուն խաբել, ասել, գիտեք, այսինչ մասնագետը, այսինչ տեղը սովորել է, եկել է, վերապատրաստվել է, եկել է, իսկ այդ մասնագետը ընդհանրապես բարձրագույն կրթություն չունի։ Ուղղակի այսպես մեկ շաբաթվա կուրս է վերցել Ռուսաստանի ինչ-որ մի կորած քաղաքում եւ իրենք դա վերցնում են այդ սերտիֆիկատը, կարծես թե ինչ-որ հաղթական թուղթ եւ մտնում են նման կենտրոններ եւ սկսում են ժողովրդին խաբեությամբ նման պրոցեդուրաներ հրամցնել։ Նշում եք, որ Ռուսաստանի ինչ-որ կորած քաղաքում կարող է դասընթաց անցնեն։ Հնարավոր է առաջատար որևէ տեղում դասընթաց անցնեն, բայց եթե չունեն բժշկական կրթություն, եւ խոսքս բժշկական համալսարանի կրթության մասին է, որովհետեւ որքան էլ մենք պիտակավորենք տարբեր հաստատություններ, ամեն դեպքում բժշկական համալսարան ընդունվել է արդեն որոշակի ճանապարհ է, որ պիտի անցնես, բժշկական համալսարանը ավարտել է մի ուրիշ ճանապարհ է, որը պիտի անցնես, կան շատ հաստատություններ ուսումնական, որոնք եւս տալիս են կրթություն, բայց այս դեպքում ես խոսում եմ հենց բժշկական համալսարանի մասնագիտական, խորը մասնագիտական կրթության մասին։ Եթե դու չունես այդ մասնագիտական կրթությունը, անգամ եթե անցնես լավագույն վերապատրաստումը, իրավունք ունես նման միջամտություն կատարելու թե ոչ։ Ոչ իհարկե, հենց օրենքի սահմաններում հենց դա չի թույլատրվում, այսինքն տեսեք, ես ունենալով բարձրագույն բժշկական կրթություն եւ ունենալով ռադիոլոգիայի կրթություն, այսինքն իմ առաջին արդինատուրան դա ճառագայթաբան, հա, բժիշկ ճառագայթաբանն է։ Այսինքն ես ինքս մամոգրաֆի, սոնոգրաֆիստ լինելով, երբ որոշեցի մտնել այս ոլորտ, ես ուղղակիորեն չէի կարող գնալ եւ ինչ-որ վերապատրաստման կուրս անցնել եւ ինձ համարել բժիշկ կոսմետոլոգ։ Ես եւս գնացել եմ, ընդունվել եմ իմ ուսանողների հետ հավասար, հա, դերմատոլոգիայի եւ վեներաբանության ամբիոն, անցել եմ այդ ամբողջ ճանապարհը կլինիկական օրդինատուրայի, նոր եմ ինձ կոչել բժիշկ կոսմետոլոգ, այսինքն այստեղ ճանապարհը ուզես թե չուզես պիտի անցնես, որովհետև օրենքով էլ երբ որ դու ուզում ես դառնալ կոսմետոլոգ, պարտադիր դու պետք է մաշկաբանության դիպլոմը ունենաս։ Ինձ շատ էին ասում, որ դու ունես բարձրագույն կրթություն, էլ ինչի տա պետք երկրորդ արդինատուրան։ Այստեղ բժիշկը ինքն էլ պետք է մի փոքր պատասխանատվություն վերցնի իր վրա, որովհետև դու կարող ես լինես օրինակի համար այլ սրտաբան, հա, եւ որոշել ես ինչ-որ մի պահի փոխել մասնագիտությունդ։ Քո սրտաբանության գիտելիքները այդ մաշկաբանության հետ ընդհանրապես կապ չունեն։ Դու ընդհանուր գաղափար կարող ես ունենալ, բայց աշխատել մաշկի հետ, այդ նրբություններին տիրապետել, դու պարտադիր պետք է այդ ուղին անցնես։ Այդ դրա համար էր իմ պատասխանատվությունը այնքան շատ էր, որ այո, ես եւս ընտրեցի այդ ուղին, ինքը երկար ուղի է, իհարկե ոչ մեկ չի ցանկանում այդ երկարատև ուղին անցնել, ռեսուրսներ ծախսել, թե ժամանակի, թե գումարի, բայց եթե դու քո ձգտումը լավ բժիշկ դառնալն է եւ լավ մասնագետ, դու պետք է հասկանաս, որ դա միակ ուղին է։ Բայց այսօր կարծես թե
դիպլոմի առումով համահավասարեցված են բոլոր կրթությունները, հա, այսինքն կան մի շարք ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են մարդիկ նույնիսկ դասի չգնալ, բայց վերջում դիպլոմ ստանալ եւ դրանք միևնույն արժեքն ունեն, ինչ օրինակ բժշկական համալսարանում սովորելը։ Սա էլ մեկ ուրիշ բաց է կրթության առումով, այստեղ էլ նաև կրթության նախարարության բաց թողումն է, որ չեն վերահսկում, որ ոչ պետական բուհերը, որոնք ունեն, հա, այսպիսի ստեղծված ֆակուլտետներ, որոնք սովորելու տարիների առումով ավելի զիջում են, հա, ավելի քիչ են սովորում եւ այլն, բայց իրենք կարծես թե ինչ որ մի դիպլոմ են տալիս, որի հիման վրա այո, տվյալ անձիկ վերցնում են, դասերի էլ չեն գնում եւ իրենց համարում են, որ ինչ որ գնում են որոշակի 1 ամսվա, 2 ամսվա կուրսերի, իրենց համարում են, որ իրենք խորը գիտելիքներ են տիրապետում, այդ դիպլոմն էլ վերցնում են եւ համարում են, որ իրենք կարող են աշխատել։ Առողջապահության նախարարության հետ միասին իրենք պետք է համատեղ գործեն, որպեսզի այսպիսի բացեր եւ այսպիսի սխալներ տեղի չունենան։ Այստեղ նաեւ կարեւոր է շատ գործատուի, հա, պահանջները, այսինքն եթե գործատուն աշխատանքի է ընդունում, հա, տվյալ մասնագետին, նա նույնպես պետք է ուշադրություն դարձնի նրա կրթության, ինչ դիպլոմ ունի եւ ինչ տեսակ կրթության է նա տիրապետում։ Եվ իհարկե բնակչության, այսինքն ժողովուրդը նույնպես, հա, պետք է գնա եւ պահանջի եւ հասկանա, տեսնի ունի արդյոք ինքը այդ կրթությունը, որովհետեւ շատերի պատերին փակցված են ուղղակի սերտիֆիկատներ, որոնք ուղղակի անհատներ տրամադրել են, բայց դա չի նշանակում, որ դա լիցենզիա է աշխատելու եւ կատարելու նման պրոցեդուրաներ։ Ես մի քանի օր առաջ իմ դիզայներ ընկերներից մեկի հետ խոսում էի Արփինե Կոշտոյանի հետ ու կատակեցի, ասում եմ տարիներ առաջ ով մի քիչ գումար էր ունենում կամ հարուստ ամուսին կամ սիրեկան էր ունենում, որոշում էր, որ պետք է դիզայներ դառնա, հիմա ձեր գործը թեթևացել է, կոսմետոլոգ են դառնում։ Գիտեք, շատ հետաքրքիր համեմատություն արեցիք, բայց ցավոք սրտի դա մեր ոլորտում իրականություն է կարծես թե դարձել։ Կոսմետոլոգները փորձում են այսպես շքեղ կյանք ցույց տալ, հա, բրենդային հագուստ կրել եւ դա ցուցադրել, եւ դա այսպես անմիջապես ոնց որ կապում են մասնագիտության հետ, բայց իհարկե դա այդպես չի, որ ցանկացած խելամիտ մարդ դա կարող է հասկանալ այդ նյութականի հետևում ինչ տեսակի անձ է, հա, թաքնված եւ ոչ թե դա մասնագիտությունն, այսինքն կարելի է աշխատել բավականին լավ գումարներ, բայց դրա համար պետք է դու ոչ թե ամեն օր հանգստի գնաս ու դա ցույց տաս, որ դու կարողանում ես 2 բուժառուի ընդունել եւ շատ լավ գեղեցիկ ծովափներից տուն չգալ, դա մի քիչ խաբեություն է ստեղծում, որն էլ այդ ցանկությունն է առաջանում հենց ուսանողների մոտ, որ մտածում են, ահա մենք կարող ենք շատ կարճատև, հա, ինչ որ մի կուրս անցնել, գնալ այս ուղիով եւ մենք էլ վայելել այդ շքեղ կյանքը։ Բոլորին թվում է, թե սա շատ հեշտ հասանելի մասնագիտություն է եւ իրեն կարելի է շատ հեշտությամբ հասնել եւ գուցե այո, մի փոքր կարելի է այսպես նյութապես, հա, որ եթե դիտարկենք, ինքը շատ ավելի նպաստավոր է, դու բյութի ոլորտում ես աշխատում, հա, գեղեցկացնում ես եւ նաեւ վարձատրվում ես դրա համար եւ իրենք այդ կողմը դիտարկելով, չտեսնելով այն ներդրումները, այն չարչարանքը, որը բժիշկը տանում է, հա, որ հասնում է այդ կետին, իրենք միանգամից այդ արդյունքն են ցանկանում եւ դա է պատճառը, որ անմիջապես գնում են կարճատև ուղին են ընտրում եւ ընտրում են այնպիսի մասնագետների, ովքեր կարճատև ինչ որ դասընթացներ են իրականացնում եւ փորձում են իրենց մոտ վերապատրաստվել։ Ելենա, դուք նաեւ դասախոսում եք հենց բժշկական համալսարանում եւ գործ ունեք երիտասարդ մասնագետների հետ, ապագա բժիշկների հետ, որոնք ընտրում են իրենց ճանապարհը։ Ու այսօր տեսնում եք նաեւ շատ երիտասարդների, որոնք ցանկանում են դառնալ կոսմետոլոգ։ Այնտեղ այն մարդիկ են, ովքեր ոչ թե պարզապես գումար ունեն, ուզում են ներդնել եւ կոսմետոլոգ դառնալ, այլ այն մարդիկ են, ովքեր ուզում են բժշկական ճանապարհ անցնել։ Ինչն է գրավում իրենց էսթետիկ բժշկության մեջ, որովհետեւ ոլորտը պահանջված է եւ ենթադրում են, որ այդտեղ գումար կաշխատեն, թե կա ինչ-որ այլ կետ, որը շատ գրավիչ է երիտասարդների համար։ Ես ուզում եմ նշել, որ այստեղ բժշկության միայն այս ոլորտը չէ, հա, նույն ինքը պլաստիկ վիրաբուժությունը, նույն ատամնաբուժությունը, այսինքն երբ որ դու լավ մասնագետ ես, բնականաբար դու կարող ես օգտվել կյանքի բոլոր, հա, հաճույքներից եւ ներկայացնել այն շքեղ կյանքը, որը որ շատ հաճախ հենց կոսմետոլոգներն են ներկայացնում, բայց այստեղ իհարկե մեծ ճանապարհ կա, այսինքն այն ներդրումները քո կրթության վրա կամ եթե դու ուզում ես լավ որակով աշխատանք կատարել, բնականաբար պետք է լավ նյութերից օգտվես, պետք է ունենաս այն ապարատները, որոնք քիչ վնասակար են եւ այդպիսի ապարատները բնականաբար ավելի թանկ են։ Այս կողմից պետք է դիտարկեն ուսանողները, որ
իրենք բավականին ներդրում պետք է կատարեն եւ կրթության մեջ, եւ ոլորտը զարգացնելու մեջ եւ նոր մտածեն, հա, այդ բարձրակետին, որը որ շատ հաճախ հաջողակ մասնագետների մոտ տեսնում են եւ հենց դա էլ աչք է ծակում առաջինը։ Սա այնպիսի ոլորտ է, որ անմիջապես դու այսպես գեղեցկացնելու մասին է, այսինքն դու գեղեցիկ մարդկանց հետ ես շփվում եւ դա էլ է ինչ որ չափով գրավիչ, չեմ ուզում այս բառը այսպես շատ շեշտել, բայց իրենք միշտ համեմատում են գլամուրային, հա, ինչ որ որովհետև հաստատ այս մեր մասնագիտությունը բժշկության այլ ոլորտի օրինակի համար սրտաբանի, հա, մասնագիտության հետ չես համեմատի, որտեղ այնտեղ ավելի ծանր հիվանդներ են, այնտեղ ավելի ուրիշ է հոգսերը, պատասխանատվությունը եւ ամեն պացիենտի հետ այդ հիվանդությունը անցել է, դա լրիվ այլ պատմություն է, բայց մեր ոլորտը այդ առումով շատ ավելի գեղեցիկի մասին է եւ հենց դա է, որ գրավում է, որ շատ անգամ նաեւ իրենք շփոթում են, հա, որ այս ոլորտը բժշկությունից դուրս են հանում։ Սա իհարկե վերաբերում է բնակչությանը, որ դրա համար է, որ շատ անգամ իրենք չեն կարևորում բժիշկ լինել այս մասնագիտության մեջ։ Ելենա, իմիջիալոց դուք ինչպես որոշեցիք ճառագայթաբանությունից անցում կատարել դեպի էսթետիկ բժշկություն։ Իմ ավարտելու տարիներին, երբ որ ես արդեն ընտրում էի, հա, մասնագիտություն, այդ ժամանակ դա 2010 թվականն էր, շատ այն ժամանակ նորաձև էր ճառագայթաբան դառնալը։ Դուք եք նորաձևության հետևից ընկել։ Ինձ շատ գրավել էր այդ գործիքի հետ աշխատանքը եւ ինքը շատ ավելի մաքուր աշխատանք էր թվում, այսինքն արյան հետ գործ չունես եւ այսպիսի բաներ էի հաշվի առել եւ ավելի կանացի էր թվում եւ ես ավելի խորացա կրծքագեղձի հետազոտության մեջ, սակայն երբ որ մտա այդ ոլորտ եւ տեսա թե հիվանդությունները, լրջությունը, հա, որովհետեւ ամեն օր առնչվում էին կրծքագեղձի քաղցկեղ եւ նմանատիպ դիագնոզների հետ, ինձ դա շատ վանեց, ես չհասկացա ինչն էր, բայց ես անընդհատ տանը մտածում էի բուժառուների մասին ու կարծես թե իմ առօրյան էր ծանրանում, ես հասկացա, որ իսկապես չեմ ցանկանում այդ ծանր ոլորտի մեջ շարունակեմ։ Եվ իմ ամուսինը, դու շատ լավ իրեն ճանաչում ես, ատամնաբույժ ինքը եւ զբաղվում է ատամների նաեւ էսթետիկա վերականգնմամբ, ինքը այսպես առաջարկեց, որովհետեւ իր բուժառուներն էին շատ հարցադրել, թե չկա արդյոք ձեզ մոտ կոսմետոլոգիական ծառայություն, եւ քանի որ համընկավ ես այդ ժամանակ որոշել էի, որ պետք է փոխեմ, հա, այլ ուղղություն փոխեմ, ինքը առաջարկեց գուցե մտածես այդ ուղղությամբ եւ ինձ հետ հավասար մեր նույն կլինիկայում աշխատենք միասին։ Շատ շնորհակալ եմ իրեն, որ ինձ այդ ուղղությունը տվեց, որովհետև իսկապես ես հիմա շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ մտածում ինչու ես ժամանակին չէի ընտրում եւ չէի մտածում այս մասնագիտության մասին։ Բժշկության այն ճյուղը, որը քեզ շատ սթրես էր բերում, փոխարինեցիր այն ճյուղով, որը շատ ժպիտ է բերում։ Այո։ Բայց արդյոք այս դեպքում էլ չեն լինում դեպքեր, որոնք ծանրացնում են առօրյան եւ այս պարագայում ոչ թե պացիենտի դժվար բնավորության մասն է խոսքս, այլ այն հնարավոր բարդությունների մասին է, որոնք կարող են նույնիսկ լավագույն մասնագետի մոտ առաջ գալ։ Այո, բնականաբար այստեղ ես շատ թեթև ներկայացրեցի համեմատելով իհարկե։ Այստեղ գիտեք տարբերությունը ինչումն է, որ բժիշկ էսթետը չի առնչվում հիվանդություն ունեցող, հա, պացիենտի հետ, այսինքն քեզ մոտ գալիս է առողջ պացիենտը եւ ցանկանում է երիտասարդանալ եւ գեղեցկանալ։ Բնականաբար ունեն իրենց բարդությունները։ Այստեղ դու պետք է պարտադիր հաշվի առնես բոլոր այն վտանգավոր հատվածներում եւ աշխատում ես այն բարդությունները, որոնք կարող են լինել եւ Աստված մի արած թե եթե լինեն ինչպես կարող ես այդ ամբողջի տակից դուրս գալ, այսինքն այդ կրթությունը դրա համար է պետք, որ ոչ թե դու այսպես մեխանիկորեն անես աշխատանքը եւ ուղարկես տուն ու չմտածես ինչ կարող է լինել, այլ հաշվարկես քո բոլոր քայլերը, որ շատ ֆիլերներ ներարկելով չես բերելու գեղեցկության, այլ կարող ես մի այլ բարդության առաջ կանգնեցնել հենց պացիենտին եւ հենց քեզ, որը դա կարող է անդառնալի լինել։ Այ այստեղ է շատ կարեւոր բժշկական բարձրագույն կրթություն ունենալը, որովհետեւ այստեղ ես հասկանում, որ դու գործ ունես ամեն դեպքում մարդու հետ, օրգանիզմի հետ, իսկ յուրաքանչյուր օրգանիզմ եւ մարդու անատոմիա դա շատ անհատական է։ Իսկ իհարկե իմ պրակտիկայի փորձից ելնելով եմ ասում, շատ են գալիս եւ դիմում են, երբ որ ես անամնեզը հավաքում եմ, հասկանում եմ, որ ինքը տվյալ պացիենտը իսկապես ունի լուրջ խնդիրներ եւ մենք չենք անում այդ պրոցեդուրաներ, ես իրեն ուղղորդում եմ այլ մասնագետի մոտ, որպեսզի ինքը կարողանա իր իրական խնդիրը լուծել։ Ենթադրենք մաշկաբանության հետ կապված։ Մաշկաբանության հետ կապված օրինակի համար գալիս են որոշակի գոյացություններ են առաջացել մաշկի վրա եւ գալիս են փորձում են անունը դնում են խալ կամ ինչ որ մի, չգիտեմ, պապիլոմա եւ որոշում են դա հեռացնել։
բայց մասնագետ լինել հենց դրանում է կանում, երբ որ դու կարողանում ես տեսնել եւ հասկանալ, դիֆերենցիալ, որ դա այն սովորական դեպքը չի, որը որ ինքը մտածում է, եւ խնդիրը գտնելով, անամնեզ հավաքելով, հասկանում ես, որ խորքային գալիս է ինչ-որ որոշակի օրգանական ֆունկցիայի խախտումից, իրեն ուղղորդում ես այդ մասնագետի մոտ։ Շատ անգամ նույն բոտուլինոտոքսինը ներարկելիս շատերը չեն էլ հարցնում, դու ինչ հիվանդություն ունես, չունես, այսինքն մարդը լսում է, տեսնում է, գեղեցիկ արտաքին ունի, գնամ ես էլ անեմ, բայց լինում են դեպքեր, որ իրենց չի կարելի այդպիսի միջամտություն անել։ Որ պարագայում չի թույլատրվում օրինակ բոտուլինոթերապիա անել։ Կան մի շարք հիվանդություններ, օրինակ վերջերս ինձ մոտ այդպիսի բուժառու էր եկել, ով քիմիոթերապիա էր անցել եւ օնկոլոգիական հիվանդություն էր հաղթահարել, բայց եկել էր որպեսզի գեղեցկանար։ Որոշակի անամնեզ հավաքելով հասկանալով, որ այստեղ դեռևս չի կարելի անել, որովհետեւ ես պետք է նաեւ թույլտվությունը ստանամ իրեն բուժող բժշկի, արդյոք կարելի այդ միջամտությունը անել, թե ոչ։ Մենք հանգեցինք դրան, որ մենք այդ պրոցեդուրան դեռևս չենք անի, մինչև ինքը որոշակի փուլեր կհաղթահարի, իր բուժող բժիշկը կցուցի, նոր ես այդ խնդիրը կփորձեմ լուծել։ Իմիջիայլոց ստեղծելով իմպլանտում կոսմետոլոգիական կլինիկան, որպեսզի մարդկանց համար էլ պարզ լինի, ժամանակին դա իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկայի մի մասն էր, հիմա արդեն գործում է որպես առանձին կլինիկա։ Դուք նպատակ ունեիք, որպեսզի սա լինի ոչ թե էսթետիկ բժշկության կենտրոն, այլ հենց առողջական կենտրոն։ Ինչ է սա իրենից ենթադրում էսթետիկ բժշկական կենտրոնը դարձնել որպես առողջական կենտրոն։ Որոշումը նրանում էր կայանում, որ շատ ինքս առնչվելով բուժառուների հետ, այսպես ես իմ օրինակներով բերեմ, բուժառուն գալիս է, դիմում է նիհարեցման համար։ Ես անամնեզը հավաքում եմ եւ պարզվում է ինքը լուրջ խնդիրներ ունի ստամոքսաղիքային տրակտի, ստամոքսի, լեղապարկի, այսպես ակնհայտ դա արդեն այսպես ազրույցի ժամանակ ես այդ ծաղկաքաղը անում եմ եւ հասկանում եմ, որ այդ իր խնդիրը, այն որ ինքը մտածում է, այսպես պետքա նիհարի էսթետիկ ճանապարհով, դա դրանից չի եւ մենք չենք օգնելու։ Եվ այդ էր պատճառը, որ մեր կենտրոնում աշխատում են նաեւ ոչ միայն բժիշկ էսթետներ, այլ նաեւ նյարդաբան, պլաստիկ վիրաբույժ, այսինքն կան դեպքեր, որոնք մենք անպայման ուղղորդում ենք, որպեսզի այդ դեպքը անպայման տվյալ մասնագետների կոնսուլտացիա նույնպես կատարվի եւ ինչը որ մենք կասկածում ենք, անպայման հերքվի։ Նիհարեցումը երևի թե մեզանում ամենապահանջված պրոցեդուրաներից մեկն է, որովհետև մարդիկ ուզում են արագ եւ առանց սահմանափակումների նիհարել։ Թեպետ սիրելի մարդիկ, եթե դուք նույնիսկ օգտվեք որևէ միջամտությունից եւ նիհարեք, սննդակարգ պիտի պահեք, որովհետեւ առանց սննդակարգ պահելու միևնույն է դուք քաշ արագ կվերականգնեք։ Ես ինչու ցանկացա այս հարցազրույցը անել հենց ձեզ հետ, որովհետեւ անկախ նրանից, որ մենք երկար տարիների համագործակցում ենք, ես գիտեմ, թե դուք ինչ պատասխանատվությամբ եք մոտենում ձեր մասնագիտությանը եւ ոլորտին, նաեւ ինչ շատ գրավում է, որ դուք խոսում եք ոլորտի խնդիրների մասին, այսինքն ոչ թե փորձում եք գրավել մարդկանց, որ չէ, անվտանգ է, արեք, այլ դուք ռեալ խոսում եք վտանգների մասին։ Ինյեկցիաների պարագայում շատ կարևոր է այդ ամեն ինչի ճիշտ օգտվելը, ճիշտ չափաբաժնով օգտվելը եւ տեղին օգտվելը, ոչ թե պարզապես նորաձևության հետևից ընկնելով այդ ամեն ինչից օգտվելը։ Ես երբեմն ասում եմ, դուք հենց հիմա հակագով ազդ եք անում ձեր պրոցեդուրան, բայց խոսելով վտանգների մասին շատ ավելի իրազեկում եք մարդկանց ու հենց այդ էր ինձ համար գլխավոր ցուցիչը, որ մենք ունենանք այս զրույցը։ Հիմա նիհարեցման մասին դուք եւս ունեք նիհարեցման պրոցեդուրաներ, սարք, որը նպաստում է նիհարեցմանը, սակայն նիհարեցման պրոցեդուրաները իրենց մեջ ունեն որոշակի ռիսկեր։ Ինչ ռիսկեր կան այս պրոցեդուրաների դեպքում։ Այո, բոլորը այսօր նիհարում են եւ շատ կենտրոններ առաջարկում են փաթեթներ նիհարեցման եւ նշում են այնպիսի կիլոգրամների իջեցման մասին, որ իսկապես դա աբսուրդի ժանրից է, որովհետեւ մենք այո բոլորս գիտենք, որ մեծ կիլոգրամներ կարող ենք իջեցնել կամ պլաստիկ վիրահատությունից հետո, կամ սննդակարգ կարգավորելուց հետո, կամ սպորտ սրահներում բավականին երկար մարզվելուց հետո։ Ոչ մի սարքավորում չի կարող 10 կիլոգրամ եւ ավել իջեցում տալ, այսինքն դա աբսուրդի ժանրից է, ես ուզում եմ, որպեսզի այդ խաբեությունը, որ պտտվում է մեր այսօր իրականությունը, մեր ժողովուրդը նույնպես դրանում իրազեկվի։ Կարող ենք մենք բուժել ցելյուլիտ,
կարող ենք մեկ ճարպայրիչներ ներարկել եւ որոշակի ծավալի իջեցման բերել, բայց Բայց ճարպայրիչները որոշակի քանակի ծավել չի թույլատրվում, չէ՞։ Այո, բնականաբար, որովհետեւ այստեղ են կարևորվում մարդու առողջ լինելը։ Մեր ցանկացած նիհարեցման process սկսվում է սոնոգրաֆիկ հետազոտությունից, այսինքն մենք մեր կենտրոնում ունենք, սոնոգրաֆիկ սարքը, անպայմանորեն ես նայում եմ այն հատվածները, որտեղ որ իրենց համար խնդրահարույց են։ Անպայման հավաքում եմ այն անամնեզը, հիվանդության պատմությունը, որ ունեցել է, տարել է կամ ինչ որ խնդիրներ ունի։ Եվ նոր այդտեղից ելնելով փորձում ենք առաջարկել ինչ տեսակ մեթոդի կարելի է դիմել։ Շատ դեպքերում գալիս են, ես շատ եմ լսել, որ բավականին մեծ չափաբաժնով ճարպայրիչներ են ներարկում, առանց հաշվի առնելով, որ ամեն դեպքում դա ցանկալի դեղանյութ չի, այսինքն դա չափաբաժին է այստեղ, շատ կարևոր է հսկել չափաբաժինը, որովհետև այդ դեղորայքը պետք է օրգանիզմը զտի եւ դուրս բերի երիկամներով եւ լյարդով։ Եվ երբ որ դա շատ է օգտագործվում, բնականաբար մենք ազդում ենք օրգանի ֆունկցիայի վրա։ Այստեղ շատերը հաշվի չեն առնում եւ քանի որ ցավոք սրտի բնակչությունը դրա մասին իրազեկված չէ, տեղեկացված չէ, մի տեսակ ինձ վրա այսպես պարտք է առաջացել հայ մարդ, որ ես պետք է անպայման դրանց մասին խոսեմ, որովհետև իսկապես շատ են լինում դեպքեր, երբ որ իրենք գնում են այլ պրոցեդուրայի, բայց այլ հիվանդություն ստացած կամ այլ խնդրով իրենք սկսում են բուժում ստանալ, որպեսզի խուսափեն, այդպիսի խնդիրներից ես շատ կխնդրեմ, որպեսզի մեր այն բուժառուները, ովքեր այդ խնդիրը ունեն ու փորձում են, այդ ճանապարհով գնալ, ոչ թե գնան մարքեթինգային զոհ դառնալ, այդ գովազները լսել, այդ չգիտեմ, այդ շատ գրավիչ նկարներում խափնվել, այլ իսկապես իրազեկվել, գնան կոնսուլտացիա անցնեն, բժշկի հետ զրուցեն եւ նոր դրանից հետո որոշեն, այսինքն բոլոր ռիսկերը չափեն, նոր հետո հասկանան, թե ինչ պրոցեդուրա կարելի է առաջարկել։ Որպեսզի մարդիկ պատկերացնեն, դուք նորից խոսեցիք միայն հակառակ կողմի մասին, իհարկե սա լավ է, բայց որպեսզի մարդիկ պատկերացնեն, նաև ասեմ, որ նիհարեցում, որոշակի նիհարեցում հնարավոր է, սակայն կա չափ, որից ավելի ապարատների միջոցով չի կարելի։ Ու քանի որ մեր բնակչության մեջ շատերը չեն տարանջատում նաև էսթետիկ եւ պլաստիկ միջամտությունները, ուզում եմ այս մասին եւս խոսենք, որովհետեւ կան բաներ, որոնք պլաստիկ միջամտությամբ հնարավոր է, էսթետիկ միջամտությամբ հնարավոր չէ, ու որպեսզի հիմա շփոթություն չառաջանա, որ առհասարակ հնարավոր չէ, պլաստիկ միջամտության միջոցով որոշակի ավելի մեծ արդյունքներ կարելի է գնահատել, սակայն այդ դեպքում էլ կարևոր է, թե ինչպես է այդ ամեն ինչը արվում, որպեսզի նորից առողջությանը վնաս չհասցվի։ Քանի որ շատերը հնարավոր է չտարանջատեն, ինչ տարբերություն կա էսթետիկ միջամտությունների եւ պլաստիկ միջամտությունների մասին, ու շատերը հնարավոր է նույնիսկ զարմանքով լսեն, որ դրանք տարբեր ոլորտներ են եւ տարբեր մասնագիտացումներ են ենթադրում իրենցից։ Դուք էսթետիկ միջամտությունների մասնագետ եք։ Պլաստիկ միջամտություններով այդ ավելի մեծ ծավալները հնարավոր է ստանալ, թե այդտեղ էլ կա որոշակի սահման։ Տեսեք, քանի որ պլաստիկ վիրաբուժությունը եւ ինյեկցիաները, դրանք կոսմետոլոգիան մտնում են էսթետիկ բժշկության մեջ, բոլորը այսպես էսթետիկ բժշկություն ասելով գնում են եւ հասկանում են այդ ամբողջը միասին, Կոսմետոլոգիան դա ոչ վիրահատական ճանապարհով արդյունքներ գրանցելն է, իսկ պլաստիկ վիրաբուժությունը, այսինքն վիրահատության շնորհիվ են, իրանք արդյունքներ գրանցում։ Այստեղ իհարկե պետք է նաև էլի ցուցումներ լինեն, բայց քանի որ ես ինքս պլաստիկ վիրաբույժ չեմ, ինձ թույլ չեմ տա, մասնագիտական որոշակի ինչ-որ բաների մասին խոսել եւ ուղղակի եթե իրենք որոշել են, որ պետք է մեծ ծավալային փոփոխության դիմեն, կարող են շատ հանգիստ գնալ, ընտրել պլաստիկ վիրաբույժի, զրուցել եւ անցնել այդ ճանապարհը։ Այսինքն մեր ոլորտը մի փոքր այն բուժառուների համար է, ովքեր որ վախենում են վիրահատություններից։ Մենք ոչ մի վիրահատական միջամտություն չենք իրականացնում, այդ ամենը անում ենք ներարկումների, ապարատների եւ իհարկե որոշակի սննդակարգեր կան, որ մենք անպայմանորեն խորհուրդ ենք տալիս, որ հետևեն, որպեսզի արդյունքը շատ ավելի լավ լինի։ Իհարկե այս սննդակարգ պահպանելը եւս շատ կարեւոր է նիհարեցման process-ի ժամանակ, որովհետեւ դրսից շատ արտասահմանից շատ հայեր են գալիս որպես տուրիստներ 2 շաբաթով, 3 շաբաթով եւ փորձում են զուգահեռաբար նաեւ օգտվել այստեղի ծառայություններից եւ նիհարել եւ համ օգտվում են Հայաստանի բարիկներից, սնունդից, համեղ կերակուրներից եւ փորձում են նաեւ զուգահեռ նիհարել։ Իհարկե այդպես չի լինում, եթե որոշել եք նիհարել, պետք է պարտադիր նաեւ սննդակարգ պահպանեք, այսինքն պետք է նաեւ ջրի ճիշտ կիրառում օգտագործեք։ Շատ անգամ շատ են լսում, շատ պացիենտներ ասում են, որ մենք ընդհանրապես ջուր չենք խմում։ Դա նույնպես շատ կարեւոր է նյութափոխանակությունը արագացնելու հարցում։ Այսինքն
Օրգանիզմը այսպես մի պրոցեդուրայով դու չես կարող, հա, բերել մի հարեցման, այսինքն ամբողջ օրգանիզմի ամբողջ process-ի մեջ պետք է ներառես, որպեսզի օրգանիզմն էլ քեզ ենթարկվի եւ անցնի ճարպայրման process-ի։ Մենք ուղղակի ճարպայրիչ ներարկելով կամ ապարատներ օգտագործելով արագացնում ենք process-ը, բայց ոչ իրենք կարող են այսպես գալ, ուտել ամբողջ օրը, համեղ սնվել, լավ կերակուրներից օգտվել եւ հետո որոշել զուգահեռ նիհար։ Այդպես չի լինում։ Ես ուզում եմ, որպեսզի իրանք էլ իմանան դրա մասին եւ եւս ուզում եմ անդրադառնալ նաեւ այն հարցին, որ պրոցեդուրան անցնում են բուժառուները, շատ հաճախ այդ հարցը տալիս են, որքան կարող է պահպանվել արդյունքը։ Ես ուզում եմ անպայման դրա մասին եւս խոսել, որ դա եւս շատ անհատական է եւ կախված է իր օրգանիզմից, իր ապրելակերպից։ Եթե պրոցեդուրան իրեն գոհացրել, ինքը երջանիկ է, դա չի նշանակում, որ ինքը կարող է վաղվանից նորից ոչ առողջ սննդակարգից օգտվել կամ ապրելակերպ վարել։ Այսինքն արդյունքը երկարացնելու process, այդ արդյունքի երկարատևությունը, հա, ունենալու համար բնականաբար այստեղ շատ կարևոր է բուժառուի նաև հետագա անելիքները։ Իսկ պլաստիկ վիրահատության կարող են դիմել եւ ձերբազատվել մեծ ծավալային, հա, որոշակի խնդիրներից, բայց միևնույն է վստահ եմ, պլաստիկ վիրաբույժը եւս արգելելու է որոշակի սնունդի կիրառությունը։ Որ պրոցեդուրաներն են Հայաստանում ամենապահանջվածը էսթետիկ միջամտության ոլորտում։ Մեր ոլորտում ամենացանկալի պրոցեդուրան է, դրանք հենց ներարկումներն են, բոտուլինոտոքսինի ներարկումը, անմիջապես ուզում են արդյունք ունենալ։ Գիտեք, ես ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ ինչ որ մի շատ կարեւոր հարցի, հա։ Բոլորը ուզում են երիտասարդ տեսք ունենալ, շատ լավ որակով մաշկ ունենալ, բայց երբ իրենց առաջարկվում է բժշկական կոսմետոլոգիայի կիրառություն, այսինքն խոնավեցումը, վիտամինացումը, իրենք դրանից խուսափում են։ Իրենք ուզում են միանգամից ֆիլերային մեծ աշխատանք կատարել, բոտուլինոտոքսինը ներարկել, որը մի 10 օրվա ընթացքում կարող են ունենալ արդյունք եւ այդպես համարել, որ իրենք շատ գեղեցիկ են եւ խնամված են։ Ես ուզում եմ, որպեսզի մեր բուժառուներն էլ դա հասկանան, որ էսթետիկան դա միայն ֆիլերների եւ բոտոքսի կիրառության մասին չի, այստեղ նաեւ բժշկական կոսմետոլոգիա հասկացողությունը կա, հա, բիորևիտալիզացիա, մեզոթերապիա, պլազմաթերապիա, որոնք շատ կարևոր են, նույն ապարատների կիրառությունը, որը բերում է մաշկի որակի բարձրացման։ Այսինքն երիտասարդացումը դա միայն ֆիլերների կիրառությունը չի, այլ գեղեցիկ առողջ երիտասարդ մաշկ ունենալու խնդիրն է։ Այստեղ ես կուզենամ, որպեսզի մեր բնակչությունը այդ հատվածի վրա ուշադրություն դարձնի եւ ժամանակաժամանակ այդ պրոցեդուրաներին դիմի, այլ ոչ թե 6 ամիսը մեկ փորձի նորից ֆիլերների թարմացում կատարել։ Ֆիլերների կիրառությունը կարող է նաև վնասել մաշկը։ Այո, շատ ֆիլերներ, եթե մեծ չափաբաժնով է կիրառվում, բերում է մի շարք խնդիրների, որովհետև ֆիլերները իրենք հիդրոֆիլ են, այսինքն ջուր կլանող են եւ ծավալով իրենք մեծանում են։ Եթե շատ քանակությամբ են օգտագործում, բնականաբար այստեղ մենք կարող ենք ունենալ դեմքի փոփոխություն եւ լուրջ փոփոխություն, որը մենք շատ համաշխարհային աստղերի տեսել ենք, հա, եթե իրենք տոտալ ինչպես են փոխվում, ինչպես են ամբողջությամբ դեմքը տձևանում է։ Այսպիսի խնդիր կարող ենք ունենալ։ Այստեղ բժշկի խնդիրն է, թե պացիենտի, որովհետև ես գիտեմ, որ դուք անուններ չեք տա, բայց նույն հայկական շոու բիզնեսից շատ պացիենտներ ունեք, որոնք գալիս են ու անընդհատ նոր չափաբաժին են ուզում, մենք քննարկում էինք դեպքեր, երբ ուղղակի արդեն հրաժարվում եք դուք միջամտություն անել, բայց երբ մարդու հոգեբանության մեջ կա որոշակի խնդիր, ինքը ոչ թե լսում է ձեր խորհուրդը, այլ ձեզ փոխարինում է մեկ այլ բժշկով։ Այստեղ բժշկի խնդիրն է, թե ամեն դեպքում պացիենտի։ Գիտեք, այստեղ հենց առաջնայինը պացիենտի խնդիրն է բնականաբար, բայց բժշկի խնդիրը, գիտեք ինչու՞մն է կայանում, որ դա պետք է այնքան ճիշտ կարողանա մատուցել ինֆորմացիան, հա, բուժառուին, որպեսզի բուժառուն դրան հավատա եւ այսինքն հոգեբանական աշխատանք պիտի տարվի, այսինքն դու եթե գտնում ես, որ պետք է մի փոքր վախեցնես, ուրեմն դա այդպես պիտի անես, որովհետեւ զգում ես, որ կարելի ասել արդեն չափը անցնում է, այսինքն իրենք երբեմն այդ գեղեցկանալու ճանապարհը, գիտեք ոնց են ընկալում, իրենք տեսնում են արդյունքը, իրենց շատ դուր է գալիս, իրենց շատ հավանում են եւ մտածում են, որ եթե 3 ամիս անցավ, ուրեմն վերջ, այդ product-ը, որը օգտագործվել է, հա, այդվյալ պարագայում արդեն անցել, իրենք պետք է եւս մեկ չափաբաժին ավելացնեն։ Այստեղ շատ կարեւոր է բժշկի դերը նրանում, որ
անընդհատ կարող է հոգեբանորեն, հա, ազդել պացիենտի վրա, որ այսպես չի կարելի, այսպես շատ ավելի գեղեցիկ է, այսպես որ անես, ինչ խնդիրը կարող ես ունենալ։ Ոչ թե պացիենտի կամակորությունները տանի, որովհետև ինքը այդպես է ուզում, այլ որովհետև ի վերջո մեր ոլորտում ոչ թե հաճախորդ են իրենք, այլ պացիենտ են, եւ եթե հայտնի խոսքում հաճախորդը միշտ ճիշտ է, ապա մեր պարագայում դա չի գործում, այստեղ բժիշկն է ճիշտ։ Ըստ էության, էսթետիկ միջամտությունների ոլորտը զարգանում է նաև մարդկանց հոգեբանական խնդիրների հաշվին։ Մեծ մասամբ կանայք իրենց չեն ընդունում եւ յուրաքանչյուր խնդիր, որ ունեն կյանքում, փորձում են լուծել էսթետիկ նոր միջամտության միջոցով։ Իհարկե, կարելի է միշտ գեղեցկանալ, կարելի է միշտ առաջ գնալ, նոր ինչ-որ բաներ փորձել, բայց ոչ առողջության հաշվին, ինչը կանայք հաճախ անում են։ Մենք կարող ենք ասել, որ եթե ոչ թե մի անգամ ինչ-որ խնդիր լուծեց եւ անցավ առաջ, այլ շարունակաբար սա լուծեց, անցնում է հաջորդ խնդրին, նա լուծեց, անցնում է հաջորդին ու անդադար ինչ-որ բան փոխում է, արդյոք այս պարագայում մենք գործ չենք ունենում հոգեբանական խնդիր ունեցող մարդկանց հետ։ Գիտեք, սովորաբար մեզ դիմում են հենց այն բուժառուները, ովքեր ինչ-որ կոմպլեքսներ ունեն, այսինքն ինչ-որ հատվածով արդեն իրենց չեն ընդունում, հա։ Այստեղ մասնագետի կարևորությունը նրանում է կայանում, որ ինքը տեսնելով, դիտարկելով, տեսեք, օրինակ շատ դեպքերում գալիս են երիտասարդ աղջիկները, ովքեր շատ գեղեցիկ են, ովքեր չունեն որևէ, հա, խնդիր այդ առումով, բայց ընկերուհին ինչ-որ մի միջամտություն է արել, իրենց մոտ առաջանում է այդ աղջկական ցանկությունը եւ գալիս են առանց լսելու, առանց որևէ մեկին, ուզում են դա կատարել։ Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի դու կարողանաս իրեն ճիշտ ուղղորդել։ Սովորաբար այսպիսի աղջիկները ունենում են մաշկի խնդիր, հա, ակնե ասվածը, որը որ տարիքին շատ բնորոշ է։ Իրենք փոխանակ այդ հարցը կարողանան լուծել, գեղեցիկ մաշկ ունենան, հարթ մաշկ ունեն, իրենք գնում են այսպես էսթետիկ այնպիսի միջամտության, որ դրա կարիքը ընդհանրապես իրենք չունեն։ Այստեղ է կարևոր շատ մասնագետի դերը, որպեսզի դու կարողանաս իրեն ճիշտ ուղղորդում տալ, որ եթե դու կոմպլեքսներ ունես, արի այսինչ հարցդ լուծենք եւ գուցե տես այսինչ, չգիտեմ, այս դիմագծերդ քո մոտ շատ արևելի առավել են, հա, այսպես քննարկումներ պիտի կատարես, փորձես իր առավելությունը շեշտադրես եւ այդպես ուղղորդես։ Բայց իհարկե շատ են լինում, մանավանդ այդ տարիքում աղջիկներ, ովքեր անկայուն հոգեբանական վիճակում են գտնվում, բերում են ինչ-որ հայտնի, ինչ-որ երգչուհու կամ արտիստի նկար եւ փորձում են մեկին մեկ նմանվել։ Այստեղ իհարկե խիղճը կորցրած մասնագետը կարող է օգտվել այդ իրավիճակից եւ կատարել բազմաթիվ աշխատանք եւ այդտեղ գումար աշխատել, բայց այստեղ բժշկությունը հենց էսթետիկ բժշկություն դրա մասին չի, այսինքն այստեղ շատ կարեւոր է քո բժիշկ լինելը, քո ներսի բժշկի առաջնային լինելը, երբ որ ինքը այդ խնդիրը չունի կամ այլ խնդիր ունի, դու փորձի այդ խնդրով իրեն օգնել։ Հոգեբանական առումով շատ են դիմում, ես շատ եմ փորձում իմ բուժառուների հետ երկար եմ զրուցում եւ փորձում եմ իմոց ստացվում է, չգիտեմ, համոզելը, որպեսզի իրենք չկատարեն։ Այդ վերջերս մի աղջիկ էր եկել, շատ գեղեցիկ աղջիկ էր։ Շրթունքների ծավալի մեծացման այնքան էր ոգևորվել, անկեղծ ասած, որ եկել էր երկրորդ այցը, որ եւս ծավալով մեծացներ, բայց փառք Աստծո մենք հասանք նրան, որ իր ուզած չափսին չհասանք եւ ինքը ինձ լսեց եւ արեցինք այնքան չափավոր, ինչքան որ իր դեմքին սազական էր։ Մենք երբեմն շատ բացարձակ ենք վերաբերվում ցանկացած երևույթի։ Ենթադրենք արված է էսթետիկ միջամտություն, ուրեմն կոմպլեքս ունի, արված չի, ուրեմն կոմպլեքս չունի եւ այլն, ու երբեմն չենք տարանջատում, հա, որ կարելի է ինչ-որ բաներ անել չափի մեջ։ Հագուստի ոճային փոփոխությունն էլ եթե անում են մարդիկ նորմալ է, այսինքն կան փոփոխություններ, որոնք որպես այդպիսին խնդիր չեն եւ կան փոփոխություններ, որոնք առողջության հաշվին են ու հենց այս առողջության հաշվին փոփոխություններն են, որ կարող են խնդրահարույց դառնալ կամ դեմքը զրոյից նոր դեմք հավաքելն է, որ կարող է խնդրի մասին լինել, բայց էսթետիկ բժշկությունը ի վերջո կոչված է նաև փոքրիկ թերությունները շտկելու եւ եթե օրինակ մարդը որևէ փոքրիկ փոփոխություն անելով իրեն ավելի լավ է զգում եւ դրանով չի վնասում իր առողջությունը, չի անցնում սահմանները, երբ
ակնհայտ երևում է, որ մարդը պարզապես զոհ է ժամանակակից միջամտությունների, դա էլ նորմալ է, բայց մեր հասարակությունը շատ այս առումով բացարձակ է, հա, արել է, ուրեմն վատ է, չի արել, ուրեմն լավ է։ Այստեղ որտեղ է սահմանը այդ ամեն ինչից ճիշտ օգտվելու եւ նաեւ հասարակության վերաբերմունքը այդ ամեն ինչի շուրջ փոխելու։ Շատ ճիշտ նկատառում էր, որ էսթետիկ բժշկությունը, այո, առաջին հերթին հենց բժշկության մասին է եւ բառն էլ էսթետիկան հուշում է, որ սա այնպիսի աշխատանք պիտի տարվի, որ չհատես վուլգարության սահմանը, այսինքն դա այնքան նուրբ պետք է կատարվեն աշխատանքները, որ դու ոչ թե տոտալ փոխես մարդու արտաքինը, այլ փոքրիկ շտկումներով շեշտադրես իր առավելությունը եւ այն թերությունները, որոնք գուցե իր մեջ առաջացրել են կոմպլեքսներ, իրան դրանցից ձերբազատես, բայց այնպես չլինի, որ դու նայես եւ անմիջապես մտածես, որ այսինչ մարդը նման է, այսինչ նույն դեմքն ունի, ինչ որ այսինչ հայտնի մարդը, հա։ Ես չեմ համարում դա գրագետ աշխատանք, որովհետեւ ես ինքս երբ որ աշխատում եմ, ես սկսում եմ զննել մարդու արտաքինը եւ գտնել այն առավելությունները, որը ինքը ունի իր արտաքինի մեջ եւ դրա վրա կառուցել, հա, այն էսթետիկ միջամտությունները, որոնք որ ինքը ինձ դիմել է դրա համար։ Այստեղ չափաբաժնի մասին չի, որ ինչքան հնարավոր շատ ֆիլեր օգտագործեմ, շատ արդյունք ունենամ, չգիտեմ, 90 աստիճանի անկյան տակ այսպես անկյունները գծեմ կամ այնպիսի այտոսկրեր նկարեմ, որ շատ հեռվից դա ակնհայտ լինի։ Իհարկե դրանք էսթետիկական միջամտություններ չեն, ես այդպես չեմ համարում, դրանք վուլգարության սահմանը հատած աշխատանքներ են եւ ես վստահ եմ, որ այդպիսի աշխատանքները բժիշկները չեն իրականացնում, որովհետեւ դրա տակ կան բարդություններ, որոնք կարող են առաջանալ, որի մասին վստահ եմ, որ բուժառուն անգամ չգիտի։ Ամեն մեկի մոտ սահմանը այսպես տարբեր է գծվում, որովհետեւ դու այսպես համ բնավորությունն ես փորձում բուժառուի հասկանաս ինչ տեսակ բնավորություն, եթե հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, բնականաբար դու հայտուն աշխատանք էլ չես կարող, այսինքն այստեղ ինքը եկել է թեթևակի ինչ որ միջամտություններ անել, որից էլ իհարկե կարող է իր ինքնագնահատականը բարձրանալ, դա միանշանակ մեր պարագայում շատ է լինում, երբ որ մաշկը փայլում է, որոշակի շտկումներ արվում են, դու զգում ես, որ մի տեսակ շատ ավելի ձիգ մեջքով իրենք դուրս են գալիս, այսինքն իրենց պետք էր այդպիսի փոքրիկ միջամտություն, որպեսզի ինքնավստահության վերականգնում լիներ, բայց եթե գալիս են այնպիսի բուժառուներ, ովքեր շատ մարտական տրամադրված են եւ որպեսզի մեծ չափաբաժնով աշխատես, բնականաբար այստեղ իրենց սահմանը լրիվ ուրիշ է։ Ուղղակի այստեղ շատ կարեւոր է, որ իրենց եւ քո սահմանը համընկնի, իրենց պատկերացումները լինեն նույնը, որպեսզի կարողանա աշխատանքը ստացվի։ Ինձ մոտ շատ է լինում, որ գալիս են, ես արդեն խոսելուց, տեսնելուց, հասկանալուց նրա ընկալումների, հա, պացիենտի ընկալումների մասին, էսթետիկի մասին, ես հասկանում եմ, որ իր բժիշկը չեմ կարող լինել եւ միանշանակ իմ արած աշխատանքը իրեն չի գոհացնել, որտեղ ինքը ինձանից ավելին է պահանջելու։ Դրա համար այնպիսի զրույց է տարվում, որպեսզի ինքը հասկանա, որ ես իրենը չեմ, ինքը սխալ ընտրություն է կատարել եւ որպես կանոն, այո, իրենք գնում են ընտրում են այնպիսի մասնագետների, ովքեր այդպես հայտուն աշխատանքներ են կատարում։ Էսթետիկ բժշկության համաշխարհային պրակտիկայում կան միջամտություններ, որոնք ըստ հետազոտությունների առավել վտանգավոր են եւ երբ նայում ենք միջազգային փորձը, դրանք նվազագույնի են հասցված։ Հայաստանում եւս կան պրոցեդուրաներ, որոնք շատ բժիշկներ չեն իրականացնում, բայց օրինակ, հա, կոլեգիալությունից ելնելով, իրենք չեն ասում, ես սա չեմ իրականացնում, եւ եթե օրինակ 10 բժշկից 2-ը իրականացնում է այս կամ այն պրոցեդուրան, մարդիկ տեսնում են, որ այս բժիշկը իրականացնում է պրոցեդուրան, բայց չեն իմանում, օրինակ մյուս բժիշկները ինչու չեն իրականացնում այդ պրոցեդուրան։ Ես գիտեմ, որ էսթետիկ բժշկության մեջ կան պրոցեդուրաներ, որոնք դուք չեք իրականացնում, որոնք են դրանք եւ ինչու։ Այո, բժշկության մեջ կան այդպիսի տաբուներ, որոնք մեր զոնաները չեն եւ մեզ չեն պատկանում եւ մենք դա պետքա շատ լավ գիտակցենք, որ ոչ թե ինչա մենք բժիշկ ենք կարող ենք ցանկացած պրոցեդուրայի մեջ մտնել, չէ, մենք եւս պետք է մեր սահմանները շատ հստակ իմանանք, որ այսինչ հատվածը դա մեզ չի պատկանում։ Օրինակ քթի հատվածը, հա, շատերը փորձում են ոչ վիրահատական ճանապարհով քթի շտկումներ անել, բայց
համաշխարհային պրակտիկան բժշկության այդ կոնֆերանսները, որ ես եմ գնում եւ տեսնում եմ այն кейսերը, որոնք ներկայացվում են, թե ինչ խնդիրներ են առաջանում քթի ֆիլերներից հետո, ես առնվազն վախենում եմ այդ զոնային մոտենալ եւ բնականաբար դա այդ զոնան ինձ չի պատկանում, դա պլաստիկ վիրաբուժի հատվածն է, որովհետեւ երբ որ նա վիրահատություն է կատարում, նա բացում է տվյալ հատվածը, դա տեսնում է անօթագրությունը, նյարդավորում է եւ այստեղ նոր ինքը արդեն բաց դաշտով սկսում է աշխատել։ Իսկ մենք կույր դաշտով չենք կարող աշխատել, որքան էլ ես ունեմ սոնոգրաֆիկ սարքը, հա, կարող եմ վերահսկել իմ ասեղի ծայրը, անոթը տեսնել, բայց այստեղ խնդիրները շատ են առաջանում, որտեղ քթի հատվածը դա սակավ անոթավորված հատված է եւ այստեղի խնդիրները շատ լուրջ խնդիրներ են առաջանում, ընդհանուր միջով կուրություն եւ անգամ վիրահատությունը կուրությունը չի փրկում։ Գոյություն են միջհոնքի հատվածները, որտեղ եւս ֆիլեր չի կարելի տեղադրել։ Ես ուզում եմ որպեսզի ֆիլերն ու բոտոքսը մարդիկ տարբերակեն, որովհետեւ բոտոքս կարելի է անել, որովհետեւ դա մկանի ֆունկցիայի հետ ենք մենք աշխատում, բայց ծավալային փոփոխություն, որը տրվում է, հա, ֆիլերով, այդ հատվածներում չի կարելի իրականացնել, որովհետեւ դա բավականին վտանգավոր հատված է։ Ես ինքս թելեր չեմ տեղադրում, սմաս լիֆտինգներ չեմ կատարում, որովհետև այդ պրոցեդուրան եւս պատկանում է պլաստիկ վիրաբուժին։ Թելերը, որոնք տեղադրում են ավելի հատ խորքային շերտում, մկանային շերտին մոտ, սմաս հատվածում, պետք է բերեն ձգվածության, որը որ սովորական կաբինետներում ցավոք սրտի կատարում են մի շարք բժիշկներ, համարելով, որ եթե այսինչ բժիշկները չեն անում, ես կարող եմ գովազդել ինձ, ասեմ անում եմ, դառնամ միակը եւ այդպես էլ ինձ ներկայացնեմ եւ անում են ցավոք սրտի առաջանում են լուրջ խնդիրներ։ Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի բժիշկը եւս իր սահմանը շատ լավ հասկանա։ Պլաստիկ վիրաբուժները մի փոքր այլ տեսանկյունից են նայում, հա, խնդիրը եւ քանի որ դա ավելի խորքային շերտերի մասին է խոսքը, դա իրենց է պատկանում, այսինքն իրենք շատ լավ գիտեն ինչպես կարող են խնդիրին լուծում տալ։ Նույն քթի հետ կապված, հա, բուժարուն դիմել է քթի խնդրով եւ ցանկանում է, որպեսզի չի ուզում վիրահատություն անի, բայց ունի ոսկրային հավելում եւ ուզում է դա շտկի ֆիլերով քողարկի։ Դուք պատկերացնում եք այդտեղ ինչա կատարվում։ Այսինքն բնականաբար երբ որ ինքը դիմի պլաստիկ վիրաբուժը շատ ավելի խելամիտ ու ավելի ճիշտ տարբերակ կարող է առաջարկել։ Իսկ ինչ կարող է անել կոսմետոլոգը, այն կոսմետոլոգը, որը որ քթի ներարկում է անում, պարզապես շատ քանակությամբ ֆիլեր ներարկի, որպեսզի այդ ոսկրային զանգվածը կորցնի եւ այստեղից էլ գալիս են մի շարք խնդիրներ։ Որպես կանոն մարդիկ նման դեպքերում ասում են դե Պողոսն էլ դիմեց, Պետրոսն էլ դիմեց, բազմաթիվ դեպքեր կան, մարդիկ դիմում են եւ հաջող փորձ են ունենում։ Այստեղ խոսքը այն մասին չէ, որ 100%-ով պիտի ձախողեն, բայց ամեն դեպքում ձախողելու հավանականությունը եւ հետևանքների անդառնալիությունը այստեղ ավելի մեծ կարող է լինել, քան ենթադրենք, եթե մարդը օրինակ ուղղակի բոտուլինոթերապիա է անում։ Տեսեք, ես մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Բուժարուն դիմել է մասնագետի, որպեսզի քթի ֆիլերային շտկում անի։ Եվ օրինակ միջհոնքի հատվածում, որտեղ ինքը ունի այդ ոսկրային հավելումը, փորձում է շտկել, քողարկել։ Այդ հատվածում տեղադրվում է ֆիլեր։ Բարեհաջող անցնում է, շատ ուրախ պացիենտը վերադառնում է տուն։ Խնդիրը կարող է առաջանալ հետո, որովհետև ֆիլերը, երբ որ ինքը հեղուկ է սկսում կուտակել իր մեջ, այդտեղ մենք խիտ անոթավորում ունենք։ Ծավալով սկսում է մեծանալ եւ իհարկե կարող է այդ հատվածում շատ հաճախ տեղաշարժվում են ֆիլերները, անցնում են ակնակապճային հատվածներ եւ ճնշում են անոթները, որոնք սնուցում են աչքը։ Եվ այստեղ կարող են առաջանալ արդեն օրինակ աչքի տեսողական խնդիրներ կարող են։ Այսինքն կարող է այսօր քթի ֆիլերի ներարկում անես, 1 տարի հետո տեսողական խնդիր ունենաս, որը նրա հետևանքն է։ Այստեղ եւս դաշտը չի վերահսկվում։ Ոչ, եթե կատարվում է պրոցեդուրան, նշանակում է ոչ, ցավոք սրտի։ Հայաստանում շատ դեպքեր ուղղակի կոծկվում են։ Այսինքն 1-2 դեպքի մասին կարող է խոսվի, բայց աղմկահարույց դեպքերի կողքին կան նաև դեպքեր, որոնց մասին ուղղակի չեն խոսվում, այսինքն մարդիկ իմանում են մի քանի դեպքի մասին եւ չեն իմանում տասնյակ դեպքերի մասին։ Իհարկե բժշկության մեջ միշտ կա այդ ռիսկը եւ առավելապես վիրահատությունների գնալիս յուրաքանչյուր մարդ ստորագրում է նաև վտանգների մասին, իրազեկված լինելու մասին թուղթ, բայց ամեն դեպքում հնարավոր է այս ամեն ինչը կանխարգելել, թե բժշկության մեջ այն 2% կամ 0.2%, որ կարող են լինել, որևէ մեկին չի շրջանցում եւ սա է պատասխանը։
Ցավոք սրտի, այո, այդպես շատ լինում է, որ չի բարձրաձայնվում, չի լուսաբանվում։ Եթե մի դեպքը լուսաբանվել է, ուրեմն այս դեպքում ցանկալի է, որպեսզի բոլոր դեպքերը լուսաբանվեն, որ արդարության սկզբունքը հաշվի առնենք։ Տեսեք, էսթետիկ միջամտությունից ներարկումից ես մահվան դեպք չեմ լսել մեր երկրում, բայց լսել եմ մի շարք խնդիրներ, որոնք տեսողության խանգարման են կամ մաշկի մեռուկացման են հանգեցնել, այսպիսի խնդիրներ եղել են։ Բայց պլաստիկ վիրահատությունից մահվան դեպքեր եղել են իհարկե, բայց իհարկե ոչ բոլորն են լուսաբանվել։ Նույն թեկուզ թելերի ձգումները, որոնք համարվում են կոսմետոլոգիական միջամտություն, դա այդքան էլ հեշտ պրոցեդուրա չի, ես ուզում եմ որպեսզի դա շատ պարզ լինի, որ դա ինչի եմ ասում պլաստիկ վիրաբույժները կատարեն, որովհետև դա այնպիսի մի շերտի հետ են աշխատում, որը որ դերմատոլոգներինը չի հաստատ։ Եվ այստեղ դու կարող ես կատարել ինչ-որ միջամտություն, բուն պացիենտին վնաս չհասցնես այդ միջամտությունից, բայց վնասես այնպիսի մի բան, որից ինքը կարող է ինչ-որ մի այլ լուրջ խնդրի առաջ կանգնել, ընդհանուր միջև կյանքը կորցնելու վտանգի առաջ կանգնել։ Այսինքն այստեղ կարևոր է այդ անոթները, որ չկպնես, ինչի համար է պետք է այդ կրթությունը լավ իմանալը, անատոմիա, որովհետև դու կարող ես այսպես ստանդարտ մտածում ես, որ այս զոնայում շատ անվտանգ է, կարելի է այսինչ բանը անել, բայց այնպիսի անհատական անատոմիայի ես հանդիպում, որ վնասում ես այնպիսի մի անոթ, որը լինում է ճակատագրական։ Եվ իհարկե դա անդրադառնում է եւ մասնագետի անվան վրա եւ իհարկե Աստված իհարկե չանի, բայց պացիենտին լուրջ վնասներ ես հասցնում։ Մենք ընթացքում խոսում ենք կրթության որակի մասին ու առանց համապատասխան կրթության վերապատրաստում անցնելու վտանգների մասին, բայց արդեն կրթություն ստանալուց հետո վերապատրաստումներ անցնելը շատ կարևոր է, որովհետև ոլորտը այսօր զարգացող ոլորտ է։ Նույնիսկ 2 տարի առաջվա կրթությունը կարող է ինչ-որ առումով հնանալ։ Դուք տարվա ընթացքում 3-4 անգամ մեկնում եք արտերկիր եւ տարբեր երկրներում վերապատրաստումներ եք անցնում։ Ինչն է պատճառը, որ վերապատրաստումները գերադասում եք անցնել արտերկրում եւ ոչ Հայաստանում։ Հայաստանում այդ մասնագետները չկան, այդ վերապատրաստումների որակը չկա, արտերկրից Հայաստան մասնագետներ չեն հրավիրվում, ինչն է պատճառը։ Տեսեք, ինչի եմ շատ կարևորում մեր կրթություն ասվածը, ինձ Հայաստանի Հանրապետությունը տվել է բարձրագույն բժշկական կրթություն, ես դա ունեմ։ Եվ դա ինձ համար հիմք է, որպեսզի ես կարողանամ, օրինակ, մի շատ լավ մասնագետի մոտ դրսում վերապատրաստվել։ Որևէ մեկը դա գուցե չկարողանա անել, որովհետև չունի այդ կրթությունը, որովհետև այդ տվյալ մասնագետը, ով իրականացնում է դասընթաց, ինքը պահանջում է քո բարձրագույն կրթության դիպլոմը, այսինքն դա ինձ համար հիմք է, որ ես կարողանամ գնալ արտասահմանում վերապատրաստվել։ Այստեղ շատ կարևոր է, եթե դու ուզում ես դառնալ լավ մասնագետ, բնականաբար քո վերապատրաստումները միշտ պետք է լինեն, բայց որպեսզի դու կարողանաս լավ մասնագետի մոտ վերապատրաստես, այդ հիմքային կրթությունը պետք է լինի, այսինքն այդ դիպլոմն էլ դու պետք է ունենաս։ Մասնագետներ այստեղ կան մեզ մոտ, ովքեր գնում են վերապատրաստվում են, այստեղ են իրականացնում դասընթացներ։ Կան ընկերություններ, մեր ոլորտում, ովքեր հրավիրում են դասախոսների, գալիս են իրենք լեկցիաներ են կարդում։ Ես այստեղ էլ եմ մասնակցում, բայց արտերկրում այն մասնագետներին, որ ես ընտրում եմ, իրենք բավականին հայտնի են մեր ոլորտում եւ ես անմիջապես իրենից եմ ուզում վերցնել այն գիտելիքները, որ ես ցանկանում եմ։ Իսկ այստեղ ստացվում է ես վերցնում եմ երկրորդ, երրորդ անձից, իսկ այդպես միշտ էլ տվյալ մասնագետը ինչ որ որոշակի փոփոխություններ է իրականացնում իր դասընթացի մեջ եւ կամ գուցե չի ասում այն գաղտնիքները, ամբողջությամբ չի բացում այն գաղտնիքները, որը թեկուզ վերցել է տվյալ մասնագետի մոտ։ Մասնագետները թեկուզ արտերկրում իրենք տալիս են իրենց գաղտնիքները, թե ամեն դեպքում կան գաղտնիքներ, որոնք յուրաքանչյուր մասնագետ փորձում է պահել ինքն իրեն։ Շատ հետաքրքիր է, բայց արտերկրում այո, իրենք տալիս են, չեն դիտում քեզ որպես մրցակից, հատկապես որ գիտեն դու գալիս ես այլ երկրից, իսկապես այն գումարը, որ վճարում ես վերապատրաստման համար, դու ստանում ես համապատասխան գիտելիք։ Այստեղ մեր մոտ մի քիչ այդպես չի, որովհետև շուկան շատ փոքր է եւ այն մասնագետը, որ դասընթացներ իրականացնում, ամբողջությամբ չի բացում, չի տալիս գաղտնիքները, որովհետև դիտարկում է դիմացինին մրցակից։ Ցավոք սրտի, բայց այդպես է։ Շատ վախացրեցինք մարդկանց։ Բայց շատ լավ է, թող վախենան։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Թող վախենան, իհարկե։
Ոչ Սա ասում է էսթետիկ միջամտությունների մասնագետը, թող վախենան։ Հա կարելի է տարբերակ առաջարկել, բայց չայլանդակվել էլի։ Իդեպ ոլորտում գնագոյացումն էլ շատ անհասկանալի է, որովհետև նույն պրոցեդուրայի համար կարող են ծայրահեղ տարբեր արժեքներ լինել։ Ենթադրենք, որևէ մեկը նույն պրոցեդուրան կարող է առաջարկել 20,000 դրամով, մեկ ուրիշը 100,000 դրամով, մյուսը 250,000 դրամով։ Այսինքն 20,000-ից մենք կարող ենք հասնել 250,000 դրամի։ Ինչպես է կայանում գնագոյացումը ու չէ, էլ վերահսկող մարմնի մասին հարց չեմ տալու, անիմաստ է։ Դուք ձեր հարցին շատ լավ պատասխանեցիք։ Գիտեք, այստեղ այո, քանի որ չկա ընդհանուր շուկայում գնային առաջարկի մասին ինչ-որ օրենք, հա, կամ չցուցված ինչ-որ սահմանված նշաձող, որ այստեղից բարձր կամ ցածր չես կարող աշխատել, անհատները սկսում են ինքնուրույն անհավանական արժեքի պրոցեդուրան, չգիտեմ, շատ մեծ գներով վաճառել։ Այստեղ գուցե գալիս է նաև դա նրանից, որ իրենք գուցե մի փոքր փորձառու բժիշկ են լինում, մի փոքր տարիների փորձը շատ է լինում, բնականաբար, այո, այն մասնագետը, որը բազմաթիվ անգամ վերապատրաստումներ է ունենում արտերկրում եւ տիրապետում է նոր մեթոդների, մի փոքր պետք է իր գնային սանդղակը բարձր լինի, դա նորմալ է, որովհետեւ այսինքն նորմալ է ավելին վճարել բժշկի աշխատանքի համար եւ ոչ միայն նյութի։ Դե այո, բայց դա նույնպես պետք է խելամիտ լինի, հա, այսինքն խոսքը 20,000 եւ 250,000 դրամի մասին չի խոսքը։ Մի փոքր գնային բարձրացումը, իհարկե, որովհետեւ տվյալ բժիշկը գուցե տիրապետում է այնպիսի տեխնիկաների, որը շատ ավելի անվտանգ է, որ ավելի նորացված է, որ ավելի գեղեցկացնում է, այսինքն քիչ պրոդուկտներ օգտագործելով գուցե ավելի հեշտ է խնդիրը լուծում։ Սրանք տեխնիկաների մասին են, հա, իսկ այն մասնագետը, որը որ չունի վերապատրաստումներ եւ ստանդարտ դասագրքերով է աշխատում, բնականաբար չի կարող իր կատարած աշխատանքը համեմատվել, հա, տվյալ մասնագետի աշխատանքի հետ։ Եվ ինքն էլ ընտրում է այդ ավելի գնային սանդղակը իջեցնում է եւ փորձում է այդպես խնդրին լուծում տալ։ Բայց իհարկե սա պետք է վերահսկվի, որովհետեւ նույն ֆիլերային աշխատանքը շատ տատանվում են, հա, գները։ Նաև խոսքը վերաբերում է նյութի օրիգինալ լինելուն, որովհետև մեր շուկայում շատ են կեղծիքները եւ այն պաշտոնական ներկրողները, որոնք մեծ նյութը վաճառում են, կան նաև սև շուկայում աշխատող մարդիկ, ովքեր դա 10 անգամ ավելի մատչելի գնով են վաճառում, հետեւաբար կան մասնագետներ, ովքեր որ աշխատում են, այսպես ասած, ոչ լիցենզավորված, վերցնում են այդ էժանագին, հա, պրեպարատները եւ բնականաբար գնացուցակը իջացնում են։ Եվ այն մարդիկ, ովքեր որ օրինակ պրեմիում կարգի ֆիլերը մասին լսել են, կարդացել են, տեսնում են ինչ որ մի մասնագետի մոտ բավականին մատչելի է եւ այն մասնագետը, որ աշխատում է օրիգինալ նյութերով, իր մոտ մի փոքր սանդղակը բարձր է։ Այստեղ էլ կա էլի վերահսկողության խնդիր։ Այստեղ օրիգինալ եւ կեղծ նյութերից բացի կան նաեւ նյութերի որակների տարբերություն, չէ՞, այսինքն կարող է 20,000 դրամով լինել օրիգինալ նյութ, բայց վատ նյութ։ Այո, իհարկե, դրանք շուկայում մենք ունենք այդպիսի նյութեր, որոնք իրենք անորակ են եւ իրենք չեն էլ կարիք էլ չկա իրենց պատենտավորել, այսպես ասեմ, բայց հիմնականում դե կեղծ նյութերը դրանք պրեմիում կարգի նյութերի մասին է խոսքը եւ բուժառուն պետք է հասկանա, որ այո, կա գնային ինչ-որ մի սանդղակ, որից ցածր գտնվել է, դա արդեն նյութի ոչ օրիգինալ լինելու մասին է խոսքը եւ իհարկե բժշկի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին է նաեւ խոսքը։ Նյութի ինքնարժեքից ցածր պրոցեդուրան չի կարող լինել։ Այո։ Պացիենտը ինչպես պետք է կարողանա տարբերակել նյութը օրիգինալ է, թե օրիգինալ չէ, որովհետև ամեն դեպքում կա հոգս, որը վերահսկող մարմնի բացակայության պատճառով մենք դնում ենք պացիենտի վրա, ստուգիր նոր համաձայնիր ներարկման, դա իհարկե պացիենտի հոգսը չպետք է լիներ, բայց փաստացի պացիենտի հոգսն է դառնում, ինչպես տարանջատի։ Ցանկացած պրեպարատ իր հետ
անձնագիր է, հա, ունենում, որը որ եթե դու չունես թաքցնելու բան, այդ անձնագիրը հեշտությամբ կարող ես տրամադրել, որտեղ կոդն է գրված, այն բոլոր նշանները, որ վկայում են օրիգինալ լինելու մասին։ Չես կարող ունենալ մեկ անձնագիր եւ դա ցույց տալ բոլոր նյութերի հետ։ Մենք Հայաստանում ենք ապրում։ Չէ, ինքը չէ, այդպես չի լինում, որովհետև իրենք ինքնակպչուն անձնագրեր են, որոնք տրվում են, այսինքն ամեն պրեպարատի հետ բացում իրենք երկու հատ են։ Մեկը տրամադրվում է հենց բուժառուին եւ մյուսը պահվում է կլինիկայում, փակցվում է բժշկական քարտի մեջ։ Բացի դրանից դու պարտադիր ցույց ես տալի եւ ժամկետը եւ ներմուծման, հա, այդ հոլոգրաֆիկ նշանները եւ նաեւ այն պիտակները, որոնք վկայում են, որ ներմուծված է Հայաստանի Հանրապետություն օրինական ճանապարհով։ Դա նշանակում է պաշտոնական ներգրող կա, որը օրինական կերպով ներմուծել է Հայաստանի Հանրապետություն եւ անցել է բոլոր մաքսային կետերը եւ որպես դեղորայք տվյալ ընկերությունը կարող է վաճառել մեզ բժիշկներից։ Եվ պացիենտի առողջության տեսանկյունից խոսքը ոչ միայն մաքսային կետերի մասին է, այլև որոշակի ջերմաստիճան կա, որը պետք է ապահովի պրեպարատների ներմուծման դեպքում, այսպես ինչ որ կետեր էլ կան, չէ՞, այսինքն խոսքը միայն մաքսատուրք վճարելու եւ չվճարելու մասին չէ։ Նաեւ այդ դրա մասին, այսինքն ճիշտ ճանապարհով է ներմուծվել, իսկ մաքսային ինչի համար է նշվում, որովհետեւ բնականաբար եթե պաշտոնական ներգրողը բերում եւ որոշակի մաքսային կետերում վճարներ է կատարում, տվյալ նյութի ինքնարժեքը մի փոքր բարձրանում է։ Իսկ այն նյութերը, որոնք սև ճանապարհներով են բերում եւ Աստված գիտի ինչ պայմաններում են բերում, բնականաբար դրանք ավելի էժան են մեզ հրամցնում, դրա համար պետք է այս անպայման այս տեսակ ուշադրություն պիտի դարձնի բուժառուն։ Ես սա ինչու հստակեցրեցի, որովհետև երբեմն մարդիկ ասում են դե մաքսատուրք չի անցել ավելի մատչելի է, չհասկանալով, որ դա նաև ենթադրում է, որ անհայտ պայմաններով է ներմուծվել երկիր եւ հնարավոր է լավ նյութը ճանապարհին կորցնի իր ազդեցությունը, փչանա եւ դառնա վտանգավոր։ Միանշանակ այդպես էլ է լինում։ Շատ իհարկե այդպես էլ լինում են պացիենտներ, ովքեր ապրում են Եվրոպայում եւ գուցե տվյալ նյութը Եվրոպայում մի փոքր ավելի մատչելի, ես հենց դա եմ բացատրում, որ այո, կարող է լինել ձեզ մոտ մատչելի, որտեղ մեր երկիր գալով մի որոշ ճանապարհ է անցնում եւ դրանից ինքնարժեքը կարող է բարձրանալ, որովհետեւ պաշտոնական ներգրողը որոշակի հարկեր է վճարում դրա համար։ Իսկ պացիենտների հարցին, թե կարող եք մենք մեր նյութը բերել եւ դուք ներարկեք, այստեղ եւս այդպես չի կարող լինել, որովհետեւ երբ որ ես գնում եմ պրեպարատը ընկերությունից, իրենք հատուկ ջերմաստիճանի տարաներով են, հա, մեզ բերում եւ դա արդեն խոսում է նրա մասին, որ այստեղ պահպանվել են ճիշտ ջերմաստիճանը, այստեղ նյութը չի կարող կորցնել իր մոլեկուլյար զանգվածը, իր կառուցվածքը եւ ինքը անվտանգ է բուժառուի համար։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հանգամանալից զրույցի եւ մի քիչ ինչ ոչ նաեւ վախեր ներարկելու համար։ Եվ հիմա անցնենք հաղորդման երկրորդ փուլին, հասկանանք Հայաստանում ինչ պրոցեդուրաներ են առավել պահանջված։ Որն է ամենապահանջված էսթետիկ միջամտությունը Հայաստանում։ Բոտուլինոթերապիան եւ շրթունքների մեծացումը։ Որն է ամենաքիչ պահանջվածը Հայաստանում։ Չկա այդպեսին։ Երևի բուժական կոսմետոլոգիայի պրոցեդուրաները ավելի տուժում են։ Որն է լավագույն միջամտությունը ըստ ձեզ։ Դա այդպես չեմ կարող պատասխանել, բայց ես ինքը շատ սիրում եմ բոտուլինոթերապիան եւ իհարկե համակցված մի քանի պրոցեդուրաներ։ Օրինակ, ապարատներ, մաշկի որակի բարձրացում, որը հստակ տալիս է երիտասարդացում եւ դա երբ որ կատարվում է սեզոնային, հա, աշուն եւ գարուն, հրաշալի արդյունք ենք ունենում։ որն է ամենաթանկ պրոցեդուրան։ Այդպես չեմ կարող ասել, բայց թանկ ապարատներով աշխատանքները միանշանակ թանկ են ավելի։ Օրինակ չկա պրոցեդուրա, որը ավելի քիչ հասանելի է մարդկանց, քան մյուսները։ Չէ, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, կարող են հասանելի լինել, որովհետև նույն պրեպարատի տարբեր գնային սանդղակներով մենք ունենում ենք եւ կարողանում ենք առաջարկել։ Որն է ամենամատչելի պրոցեդուրան։ Երևի պլազմաթերապիա, մեզոթերապիա։ Ինչ արժեն։ 30,000-ից սկսած կարելի անել։ Փաթեթների տարբերակով ինքը զեղչվում է ավելի։ Ինչ արժե ֆիլերի 1 միլին։ Մեզ մոտ կլինիկայում 70,000 դրամից է սկսում։ Մինչև 140,000 դրամ։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենասիրելի պրոցեդուրան որն է։ Դե բոտուլինոթերապիա եւ ֆիլերային որոշակի շտկումներ։ Ես գիտեմ, որ կան ֆիլերային շտկումներ, որոնք արդեն հաղթում են շուրթերի ծավալի մեծացմանը։ Այո։ Որոնք են դրանք։ Այտոսկրեր, կզակի հատվածը եւ իհարկե շատ սիրում են այս ստորին ծնոտը, այսպես ոսկրային
կառուցվածքը ընդգծել։ Ոսկրային կառուցվածքը ընդգծել հնարավոր է նույնիսկ եթե մարդը չունի այդ ոսկորները։ Այսինքն կարելի է այդպես 0-ից դեմք հավաքել։ Դե այո, կարելի է, բայց այստեղ միայն մի պրոցեդուրան բավական չէ, այստեղ մեծ ծավալով աշխատանք է պետք կատարել։ Եթե ոսկրային կառուցվածքը, այսպես ոսկորը թաքնված է ճարպային հյուսվածքի տակ, ուրեմն սկզբից պետք է ճարպային հյուսվածքը այրել, հա, ոսկորը տեսանելի դարձնել, նոր եթե դրանից հետո հարկավոր է այսպես շատ ավելի ընդգծուն լինի, կարելի է ֆիլերային աշխատանքով շատ Վտանգավոր է։ Ես միշտ եմ ասում, եթե ասեղը բժշկի ձեռքում է, ապա ոչ։ Որն է ամենաառողջարար պրոցեդուրան։ Բուժական կոսմետոլոգիային վերաբերվող բոլոր պրոցեդուրաներ կլինի մեզոթերապիա, պլազմաթերապիա, բիորևիտալիզացիա, կոլագենային ներարկումներ եւ նաեւ իհարկե բոտուլինոթերապիան, որը ակտիվ օգտագործում ենք մենք բուժական պրոցեսների համար, միգրենի բուժման ժամանակ, բրուքսիզմի հիվանդության ժամանակ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ եւ իհարկե Salukant Face-ն է, ես չեմ կարող չհարցնել, թե իսկ ինչ միջամտություններ եք դուք արել։ Հիմա նայում ենք ձեր դեմքին, դե բացահայտեք։ Ես խնդիր չունեմ անկեղծ ասած, ես բաց եմ շատ իմ բուժառուների հետ եւս։ Ես 38 տարեկան եմ եւ ես նույնպես չեմ էլ թաքցնում իմ տարիքը, որովհետեւ շատ ինձանից փոքր տարիքով գալիս են եւ բավականին լուրջ միմիկական կնճիռներով, հա, բնականաբար տարին 2-3 անգամ կատարվում է բոտուլինոթերապիա, որպեսզի ձերբազատեմ ինձ միմիկական կնճիռներից եւ կանխարգելեմ իրենց առաջացումը, եւ ունեմ մի քանի այդպես հատվածներում փոքրիկ ֆիլերային շտկումներ, որոնք ոչ թե փոխել են իմ դեմքը, այլ այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ արդեն այս տարիքում, դրանք փորձել եմ կանխարգելել, իսկ տարին 2 անգամ պարտադիր ես կատարում եմ եւ բիորևիտալիզացիա եւ ապարատային փաթեթներից եմ օգտվում, որպեսզի իմ մաշկի որակը բարձր պահեմ։ Քանի միլի ֆիլեր կա ձեր դեմքին։ Երևի 2, որովհետեւ վերջին ֆիլերային աշխատանքը տարվել է 2 տարի առաջ։ Որ հատվածներում է ֆիլերը, թե սա Մի շրթունքային ծալք եւ մի փոքր շրթունքներ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ ու հիմա անցնում ենք հաղորդման հաջորդ փուլին, որտեղ դուք կներկայացնեք հայտնի մարդկանց, որոնք ուղղակի աղավաղել են իրենց դեմքը ֆիլերների եւ տարբեր միջամտությունների միջոցով։ Առաջին նկարը, որ առանձնացրել եմ, դա Դոնատելա Վերսաչեն է, ով հայտնի է իր ներարկումների զոհ անվամբ։ Ես ընտրել եմ հենց առաջ եւ հետո նկարները։ Մենք հստակ տեսնում ենք, որ բավականին շատ ֆիլերային աշխատանք է կատարվել, շրթունքների եւ հատվածում, այտոսկրերի հատվածում, ճակատը բավականին իջած է, այսինքն հնարավոր է բոտուլինոտոքսինի ոչ ճիշտ կիրառություն է կատարվել։ Եվ իհարկե մաշկի որակը, որ նայում ենք, մանր կնճիռներ կան եւ կարելի է սա շտկել այլ պրոցեդուրաներով։ Մյուսը Դեմի Մուրն է, ով իհարկե այս պահին բավականին շտկումները կատարել է եւ հեռացրել է անցանկալի ֆիլերները, որոնք ունեցել է։ Այս նկարում իհարկե ես ընտրել եմ իր ցայտուն այդ ոչ ճիշտ գրագետ աշխատանքը, որտեղ կենտրոնացված է հենց այտոսկրային հատվածում, այստեղ կորած է ընդհանուր օվալը, շրթունքների ձևն է փոխված եւ ընդհանուր իհարկե դեմքը կարծես թե իրենը չլինի։ Սա ուկրաինացի բլոգեր է, ինչու եմ իրեն ընտրել, իհարկե ինքը ցայտուն օրինակ է անգրագետ աշխատանքի, այստեղ կարելի է իմ ոչ իմ մեկնաբանությամբ ասել, թե ինչ սխալ աշխատանք է կատարվել, թե այտոսկրերի, թե անկյունների, թե կզակի եւ իհարկե շրթունքների, սա վուլգարության դասական օրինակ է։ Մելանիա Գրիֆիթն է, այստեղ տեսնում ենք բավականին այտուցված դեմքը, դա խոսում է չափից դուրս ֆիլերների կիրառության մասին։ Տեսնում ենք, որ ընդհանուր միջին երրորդական հատվածը այտուցված վիճակում է, այսինքն ֆիլերները այնքան շատ են, որ հեղուկ են կուտակել եւ իրեն այսպիսի տեսք են հաղորդել։ Եվ չի նշանակում, եթե շատ բաց ճակատ է, ուրեմն նշանակում է նաեւ բոտուլինոտոքսինի ճիշտ կիրառություն կա, որովհետեւ հայացքի փոփոխություն նույնպես տեսնում ենք։ Նիկոլ Քիդմանն է, ով հայտնի է իր ոչ ճիշտ բոտուլինոտոքսինի կիրառության շնորհիվ, այստեղ տեսնում ենք հայացքը բավականին ագրեսիվ է, ճակատը բավականին լայն եւ իջած կարծես աչքերի վրա, այստեղ ոչ թե տեսնում ենք հարթ ճակատ, այլ ավելի շատ տեսնում ենք ագրեսիվ հայացք։
Մյուս նկարը դա Մադոննան է, երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ տոտալ փոփոխված է դեմքը, թե միջին երրորդականում, թե ստորին հատվածում, այսինքն ամբողջությամբ ֆիլերների չարաշահում է տեղի ունեցել, ինչն էլ իրեն տվել է կարծես փչած տիկնիկի տեսք։ Լյուբով Ուսպենսկայան, իհարկե հիմա չգիտեմ ինքը հեռացրել այս ամենը թե չէ, բայց Մադոննայի օրինակին է կարծես թե հետևել եւ ստացել է նույն տեսքը, ինչ որ ուներ Մադոննան, ամբողջ դեմքը անգրագետ աշխատանք է կատարված։ Սա Կորտնի Կոքսն է, դեմքը ոսկրային ավելի կազմվածք ունի, բայց երկրորդ նկարում լրիվ հակառակն է։ Բնականաբար միջին հատվածում կիրառվել է ֆիլերներ, փորձել են շտկել այդ քիչ շրթունքային ծալքը, գուցե այդ ակնակապճային հատվածը եւ ստացել են լրիվ այլ պատկեր, այդ ոսկրերը բավական մեծացել են եւ աչքերը փոքրացրել են, ինչը ընդհանուր համ կորել է օվալը եւ ավելի շատ կարծես դոմինանտը մենք ակնհայտ տեսնում ենք նրա այդ ոսկրերի հատվածը, որը նույնպես գեղեցիկ չէ։ Հաջորդ նկարը դա Քլոե Քարդաշյանն է, այստեղ մենք տեսնում ենք, որ նախորդ իր նկարներում ինքը շատ ավելի թմբլիկ դեմքի կառուցվածք ունի, բայց նկարը, որտեղ տեսնում ենք բավականին երկարած դունչը եւ ցես փորձել են նիհարացնել կարծես թե, բայց ստացել են լրիվ վատ արդյունք ավելի, որովհետեւ ինքը ի սկզբանե ունի երկար դունչ, այս պարագայում չի կարելի այդ հատվածում ֆիլերով աշխատել, իսկ այստեղ տեսնում ենք, որ դունչիկի հատվածը շատ սրված է, ինքը վիզուալ տվել է երկարություն, բայց իհարկե սա գեղեցիկ չէ։ Եվ իհարկե շրթունքների հատվածը, որը ես այսպիսի աշխատանք չեմ ընդունում։ Սա գեղեցիկ չէ եւ մեծ շրթունքները ոչ միշտ են, որ գեղեցիկ են համարվում։ Համենայնդեպս իր պարագայում ավելի վուլգար տեսք ունեին։ Հաջորդ նկարը մեր հայազգի Շերն է։ Այսպես տեսնում ենք, որ բավականին շատ ֆիլերներ կա, որից անգամ ժպիտն է փոխվել, կարծես երկու շարիկներ դրված լինեն այդ ոսկրերի հատվածում եւ հայացքը իսկապես փոխվել է, այսինքն այստեղ նաեւ կա բոտուլինոտոքսինի ոչ ճիշտ կիրառություն։ Ես գիտեմ, որ ինքը այնուհետև դրանցից ազատվել է, բայց սա ուղղակի խոսում եմ այն դեպքի մասին, որը որ գրագետ չի արվել։ Հաջորդ նկարը կոլեկցիոներ Ջեսլինն է, որը հայտնի է որպես էսթետիկ միջամտությունների զոհ, որի արդյունքում նա այսպես կարծես կատվի տեսք է ստացել եւ ամբողջությամբ այլանդակվել է դեմքը։ Իհարկե ինքը միայն ֆիլերային աշխատանքներ չի կատարել, նաեւ գիտեմ, որ բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է ենթարկվել եւ իհարկե այսպիսի դեպքից նույնպես պետք է խուսափենք։ Եվ իհարկե կնշեմ հայտնի մեր Մայքլ Ջեքսոնին, ով իսկապես զոհ է եղել բոլոր պլաստիկ վիրահատությունների եւ իհարկե հայտնի է հենց որպես առաջին, որ դիտարկում ենք զոհ կարգավիճակում, հենց առաջինը մտքից գալիս է Մայքլ Ջեքսոնը։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Շատ լավ։ Մի քիչ վախեցրեցինք մարդկանց, հիմա անցնում ենք հաղորդման վերջին փուլին, որտեղ կառանձնացնենք հայկական շոու բիզնեսի 3 մարդկանց, որոնք շատ գրագետ ու գեղեցիկ են օգտվել ժամանակակից միջամտություններից եւ սահմանները չեն անցել։ Շատ անուններ կարող եմ թվարկել, նաև իմ բուժառուներին, իմ հայտնի բուժառուներին, բայց որպեսզի չքննարկեմ իմ աշխատանքը եւ կողմնապահություն չլինի, կփորձեմ մոտենալ այս հարցին այլ մասնագետների կատարած աշխատանքներին քննարկելով։ Առաջինը կթվարկեմ Լուսինե Թովմասյանին, ով ինձ հետ հասակակից է եւ բավականին գրագետ է մոտեցել իր խնամքին, չունի ոչ մի ակնառու, այսպես արտահայտված դիմագծեր, այլ փորձել է պահպանել այն, ինչ որ մենք տեսել ենք տարիներ առաջ, ունի շատ գեղեցիկ օվալ, այդ ոսկրերը տեղում են եւ իհարկե վստահ եմ միմիկական կնճիռների դեմ եւս պայքարում է։
Երկրորդը կնշեմ Սիրուշոյին, ում խնամքի մոտեցման ձևը եւս ինձ շատ դուր է գալիս։ Սիրուշոն եւս տարիների ընթացքում չի փոխել իր դեմքը, բնականաբար նա նույնպես իմ տարիքային խմբում է գտնվում եւ այդ տարիքում պետք է ունենալ որոշակի, խնդիրներ, բայց եթե չունի, նշանակում է շատ գրագետ է լուծում իր խնդիրները։ Եվ իհարկե միմիկան չի կորցնում, ինչը շատ կարեւոր է արտիստի համար։ Եվ երրորդը։ Եվ երրորդը կնշեմ մեր հայ ազգի, բայց ոչ այստեղ բնակվող Քիմ Քարդաշյանին։ Ես իր բժշկին շատ լավ եմ ճանաչում եւ իր կատարած աշխատանքը ինձ համար իսկապես մեծ օրինակ է։ Ես հուսամ մի օր կհայտնվեմ իր մոտ եւ կսովորեմ իրենից այդ տեխնիկաները, բայց իսկապես նա շատ գրագետ է աշխատել Քիմ Քարդաշյանի դեմքի վրա եւ հստակ ընդգծելով եւ օվալը եւ վուլգար դեմքի արտահայտություն չհաղորդելով, թե շուրթերը, թե այտոսկրը, երբ որ մենք համեմատում ենք Քիմ Քարդաշյանի հին եւ այսօրվա նկարը, բնականաբար հասկանում ենք, որ միջամտությունները կատարվել են, բայց շատ գրագետ կերպով։ Այստեղ երբ կա ակնառու տարբերություն, միևնույն է համարվում է, որ դա գրագետ է։ Այո, քանի որ Քիմ Քարդաշյանը այնպես չի, որ իր նախկին նկարները ուսումնասիրելով ուներ շատ համաչափ դեմքի կառուցվածք, այստեղ երբ որ տեսնում ենք բոլորը համաչափության մեջ է, այո, սա համարվում է գրագետ աշխատանք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես հուսով եմ, որ մարդիկ օգտակար կքաղեն մեր զրույցից եւ ավելի գրագետ կմոտենան իրենց առողջությանը, որովհետեւ արտաքին տեսքը առաջին հերթին առողջության մասին է։ Ես եւս շատ շնորհակալ եմ, ցանկանում եմ այս հարցազրույցով ոչ թե վախեցնել, այլ իրազեկել եւ կխնդրեմ բժիշկներին, որպեսզի իրենք չվախենան բարձրաձայնել, խնդիրների մասին, իրազեկեն եւ աշխատեն իհարկե անվտանգ։ Շնորհակալ եմ։